Այ ջան, ես մի հարց ունեմ մեր բաների հետ, նախորդ դասերի հետ կապված, այդ error handling-ի հետ կապված, Ừm. այդ ոնց որ assert կա, raise անել կա, դրանցից որը դեպքում կարելի է օգտագործել։ Ա, Հիմնականում եթե ինչ որ տենց կարճ բան է, թեթև մի հատ ինչ որ պայման ստուգել է դեպքում վստահեցնել որ ինչ որ պայման տեղի ունի, ասենք թիվը դրական է օրինակ, մի հատ թեթև փուջուր if-ի կարգի բան է էլի դա։ Այդ դրանք մի տողով կարելի է assert-ով անել, այլ երկու տողանոց if չանել։ Եթե մի քիչ ավելի շատ է լոգիկան մեջը, ա, մի թեթև ավելի շատ գործ կա անելու է դրա վրա, քան ուղղակի մի հատիկ պայման, ավելի լավ է գնալ դեպի race։ Ու եթե հատկապես ուզում ենք ֆիքսենք, թե ինչ տեսակի error ենք բարձրացնում։ Դե type error, value error կամ հաջորդ դասից արդեն կարանք նաև մեր սեփական error-ները։ Մի խոսք, այսինքն կարակ պատկերացնեք անալոգիա տանեք նրան, երբ ֆունկցիա սարքել def-ով, երբ lambda օգտագործել։ Եթե ոտի վրա թեթև վռած բան է, կարելի է assert գրել, եթե մի քիչ ավելի տեղին է, գնալ դեպի race։ Okay, կամ էլի հարցեր։ Հա, մերսի շատ, մեկ էլ մի հատ էլ հարց տամ մեր միտն տնայինի հետ կապված, այնտեղ որ բան էլի այդ error-ների այդ տնայինը որ կար, երրորդ մասը ոնց որ արդեն երբ որ հաճախորդը տալիս է հարց ու այդ հարցի ըստ հարցի պատասխանի պետքա որոշել թե ինչ անել։ Այդ հարց տալը, то есть երբ որ հարցը տալիս ենք ինքը ասում է yes թե no, դա լրիվ input-ներով պետքա սարքվի այդ ամեն ինչը, թե ինչ որ ինտերֆեյս պետքա սարքվի, այդ մասը մի տեսակ չպատկերացրեցի ինչ պետքա անել։ Դրա համար եթե դժվար չի էլի, ոնց որ այդ տնայինի երրորդ մասը Ահա։ զուտ էլի ինտերֆեյսի տեսքով պետքա լինի, թե ֆունկցիայով պետքա, ոնց է սարքում ընդհանրապես էլի։ Դե այդ տնային տալու ժամանակ մենք ինտերֆեյսերից ընդհանրապես խաբար չենք, օրինակ Streamlit-ը չգիտեինք, Ահա, այսինքն ենթադրաբար default տարբերակով կարելի է ուղղակի հենց բան input-ներ գրել, տերմինալով մուտքը ելքը գնա, ահա, ու տենց լրիվ օքեյ կլինի, էլի։ Եթե հավես կանեք, կարաք Streamlit-ով փորձեք տենց ինչ որ ինտերֆեյս սարքել ու Streamlit-ով ինչ որ բաներ արտածել, բայց այդ ուղղակի որպես բան լրացուցիչ բոնուսային task էլի, ոչ մի անհրաժեշտություն չկա։ Բացի Steam Lit-ից ինչ որ ուրիշ տարբերակ կա, ինչ որ ինտերֆեյս կառուցելու։ Ա, Հա, լիք կան հաստատ, ես շատ խաբար Հա, չեմ, Streamlit-ը ոնց որ բանն է ուղղակի, հենց տվյալագիտական տվյալագիտական ուղղությամբ ամենահարմար հավելվածներ սարքելու բանն է, էլի, գրադարանն է։ Թե չէ ընդհանուր առմամբ պետքա լինեն, գիտեմ որ ասենք մի հատ ուրիշը կա, որ տենց LLM-ական ինտերֆեյսեր սարքելու համար, LLM ասելս այդ chatbot-երի, որ հարց պատասխաններով տենց գնան այդտեղ, չգիտեմ, ես անձամբ չգիտեմ ուրիշ ինչ տենց ինտերֆեյսեր կա, որտեղ ինձ միշտ stream տվյալագիտության կոնտեքստում է պետք եղել ու Streamlit եմ օգտագործել, բայց որ արա Google-ենք, ինձ թվում է մի քանի բան կերևա։ Որ մեր այսօրվա դասը լինելու է կլասներ թեմայով ու արդեն անցում ենք անում դեպի օբյեկտ օրիենտացված ծրագրավորում կոչվածը։ Այսա կտեսնենք օբյեկտը ինչ բան է, իրականում լիքը առնչվել ենք մինչև էս, բայց մի հատ ավելի ֆորմալ սահմանում կտանք։ Այդ ժամանակ դրանից էլ կարանք խոսանք արդեն հաջորդ դասին եք խոսանք արդեն այդ ծրագրավորման պարադիգմերից, այսինքն ինչ ոճով կոդ գրել, ասած, օբյեկտ oriented ծրագրավորում, ֆունկցիոնալ ծրագրավորում, ու հա, պլանը սենց է։ Այսօրվա դասին ուղղակի հենց ավանդական կլասների թեմաները կնայենք, հետո կմտնենք այդ OOP կոչվածի այդ հիմնական օրենքները, սենց ասած, մի քիչ ճակերտներով օրենքներ, գաղափարները։ 4 հատ գաղափար կան, չգիտեմ մի դասին քանիսը կանենք, տեսնենք։ Ու հետո կմտնենք մի երկու հատ տենց կիսով չափ բարդ գնացած, մի հատը թեթև բարդ գնացած, մի հատը ավելի երկու հատը ավելի տենց խորացածոտ թեմաներ, որոնք որ կլասների հետ ուղիղ առնչություն են ունենալու։ Ու այսրանով կարող մի հատ տեսակ գրեմ եսիմ այսքանը արդեն փակում ենք մաքուր Python-ի կտորը ու գնում ենք արդեն դեպի գրադարաններ։
Այնտեղ դաս կլինի, որ էլի մաքուր Python-ից եկող գրադարան ենք նայելու, բայց ամեն դեպքում ոնց որ լրիվ կփակենք արդեն դասընթացի առաջի սեկցիան ու կանցնենք երկրորդին։ Հա, Ղևոն, լսում եմ։ Հայկ ջան, ուզում եի ասել ձեր ձայնելի ընթացքում կտրտում ա, էլի որ խոսում եք։ Օ, հա, մերսի։ Անսպասելի էր, ճիշտ ասած։ Հեսա կփակեմ լիքը բաներ։ Ինչ որ մաս կա, որ այնց էր, որ արժի կրկնեմ։ Թե այդ կարգի չի։ Չէ, մի մոմենտ էր որ կտրտեց, հետո անցավ ճիշտ ասած։ Okay, հա, մերսի զգուշացնելու համար։ Դե բարի ժողովուրդ, այդ դեպքում անցանք դասին։ Այստեղ խաղումներ եմ դրել դեպի տենց լիքը լավ նյութեր, համ վիդեոյով, համ գրավոր, ու ահագին խորհուրդ կտամ այս նյութերով անցնել։ Իմ կողմից ասեմ, որ ինձ հələ համատաբար դուր չի գալիս ոնց եմ այս թեման բացատրում, ինձ թվում է այս վիդեոները շատ ավելի լավ կարան բացատրեն դա։ Դրա համար եթե անգարենի հետ օքեյ, խորհուրդ այս վիդեոները նայել։ Ու հա ու նաև ժողովուրդ ոնց որ այս նշման հետ միասին էլ նշեմ, որ եթե ինչ-որ բան չհասկանաք հանկարծ դասին կամ այդքան էլ պարզ չլինի, ել ավելի ակտիվ հարցեր տվեք, որ փորձեմ մի քիչ ուրիշ ձևով մոտենալով բանով մի ձև այս թեման ծածկենք ու կարևոր է էլի, որ այս թեման լավ նստի իրականում, հենց որ հարցերի թեմայով կրկնակի ակտիվ եղեք, այդ որպես կիսախնդրանք, կիսախորհուրդ։ Ու հա Դե ժողովուրդ, իրականում class բառը առաջի դասից տեսել ենք, երբ որ գրել ենք type ինչ-որ բան, բերել օրինակ class int։ Հիմա այս class-ը ինչ է։ Class նշանակում է դաս ոչ թե դպրոցի դաս, այլ ոնց որ խավ, ասենց ասած, տեսակ։ Տեսակ որպես մտածել է երևի ամենահարմար ձևն է, որ մենք սահմանում ենք, թե ինչա կոչվում լինել int տեսակի։ Int տեսակը իրենից ինչա ներկայացնում։ Կարող նաև որպես տենց ասենք քաղաքացիություն պատկերացնենք օրինակ, եթե հայ է, այդ ինչ է, եթե ուրիշ ազգային ինչ է։ Հեսա ու նաև մենք տեսել ենք, որ կարող գրենք a.append ու այս սրան խոսալուց միշտ անունը ասել եմ մեթոդ, ոչ թե ֆունկցիա, բայց ոնց որ մի բան մտածենք, այստեղ ինչ է կատարվում, որ այս ինչ գրելաձև ընդհանրապես է, որ եթե ունենք մի հատ ինչ-որ list, ասում ենք դե բան արա, ավելացրու իրան ինչ-որ բան, այս append-ը որտեղ է գրած։ Այստեղ չունենք, չէ՞ ոչ միտեղ def append։ Ու ինչպես նաև չենք կարող ուղղակի ասենք append ինչ-որ բան, այլ ինքը հենց կիրառվում է զուտ միայն այդ list-ի օրինակին, չէ՞, այդ list-ի a list-ին է կիրառվում։ Այստեղ ոնց որ կարող է հետաքրքրություն առաջանա, բա այս որտեղից է այս ամեն ինչը մեր մոտ գալիս, այսինքն այս append-ը որտեղ է սահմանված, sort-ը որտեղ է սահմանված, խին իրանք հենց list-ին վերաբերվում։ Այդ ամեն ինչով գալիս ենք կլասների թեմային։ Եթե նայենք տենց հենց Python-ի ռեպոզիտորիայից նայենք Python-ի կոդը, կտեսնենք, որ միտեղ կա գրած class list ու մեջը արդեն կան սենց def copy, def append եւ այլն, այս մեծ ծանոթ արդեն ֆունկցիաներն են, լավ, ֆունկցիաների անունները իր տեղը ճիշտ է մեթոդ բառը պետք է ասել, բայց ամեն դեպքում տեսնում ենք, որ ահա ինչ որ կան։ Օրինակ կա len, ինչ որ երկու հատակի գծիկ ունի տարօրինակ կողքը, դրանք հաջորդ դասին կհասկանանք ինչա, բայց սա օրինակ երկարությունն ենք ստանում սրանով, գումարում կա ինչ որ եւ այլն։ Ինչ է կատարվում այստեղ։ Իրականում ոնց որ list-ի հետ կապված ամեն ինչը, այսինքն list-ի արժեք ունենալը, list-երի իրար գումարելը, list-ից էլեմենտ հեռացնել, այն ամեն ինչ list-ին դարձնում է list, հենց ընդգրկվում է ու ֆիքսվում է այսինքն class տեսակի փոփոխականի մեջ։ Այսինքն class-ը ինքը իրենց կարող է ներկայացնի համ ինչ-որ փոփոխականներ, համ կարող է ներկայացնի իրենց ինչ-որ ֆունկցիաներ, ինքը ընդհանուր առմամբ այն ամեն ինչի ամբողջականությունն է։ Նույն ձև ոնց ասենք, ասում ենք դե լավ, բռնենք բան սարքենք։ Ամեն անգամ լվացք անելու տեղը եկեք մի հատ լվացքի մեքենա ֆունկցիա սարքենք, તો ասում ենք օքեյ, լավ, եկեք մի հատ տան ապրողներին պահենք ցուցակի մեջ, անունը դնենք ապրողներ,
եկեք մի հատ է հարթուկելու համար հարթուկ ֆունկցիա սարքենք եւ այլն, եթե այտենց մտածենք, այդ ամեն ինչին իրար հետ ընդգրկողը, այդ սաղ իր մեջ պարունակող բանը կլինի, ասենք, տուն կլասը։ Այդ տունը իր մեջ կներառի համ ֆունկցիաներ, համ կներառի փոփոխականներ եւ այլն, ուղղակի մի հարկի տակ հավաքելու է տրամաբանորեն իրար հետ կապակցված ամեն ինչ։ Օրինակի համար տնային է մեր մոտ եղել, որ բան ֆոլդերի հասցե ենք ընդունում, պետք է այդ հասցեում եղած ֆայլերի ըստ տեսակի ասենք, որ տեսակից ինչքան կա, սորտավորենք, չափերը վերցնենք ամենաշատը եւ այլն։ Ու նաեւ այդ ֆոլդերը ունենում է իր հասցեն, հիմա դա օրինակ ավանդական բան է, որ կարար կլասներով արվեր, ու մենք անունը դնեինք, ասենք, ֆոլդերի վերլուծաբան, ֆոլդերի վերլուծություն, մենք folder analyzer։ Ու իր տակը իր մեջ արդեն ֆունկցիաները իրար հետ միասին ընդգրկված են, խմբավորված են։ Ինքը ոնց որ մեր հաջորդ քայլն է տրամաբանական բաների իրար միացնելու։ Մի հատ հլստեղ լռեմ, տեսնեմ, օքեյ է, մինչև ստեղ։ Միտքը մոտավոր կարծա փոխանցեմ։ Լսում եմ։ Այդքան ես ճիշտ եմ ասում, այսինքն մենք ինչ-որտեղ օրինակ այս ֆունկցիաները գրում ենք, այնտեղ հայտարարած ֆունկցիաները, հա, դե նույն գտոր լավ չպատկերացրեցի, էլի, նույն ֆայլի մեջ մենք օրինակ ես չգիտեմ, copy ֆունկցիան նկարագրում ենք ինչ է իրաց դեպքից իր աշխատանքը հայտարարում ենք, հետո class list-ի մեջ արդեն իրան ընդգրկում ենք, որ հետո տեղով օգտագործենք, հա։ Հենց գրելաձևի տեսանկյունից այդ մի քիչ ուրիշ ձև է լինելու, մի ֆայլի ներսում է լինելու, բայց հատուկ գրելաձև ենք ունենալու, այդ գրելաձևայինը հեսա հաջորդ քայլով կնայենք։ Հələ իմաստային մի հատ հասկանանք օքեյ է թե չէ ու Okay, իսկ իմաստային գաղափարը, եթե ես օրինակի համար նույն ֆունկցիան, նույն ձեր ասած տնայինի օրինակով, օրինակ, չգիտեմ, առանձին մի հատ ֆայլի մեջ այս ֆունկցիաները, որոնք ֆոլդերի մեջ եղած սորտ աներ, չգիտեմ, այդ գործով կատարած առանձին ֆունկցիաներ որպես այդպեսին սարքել են, հետո main բանի մեջից իրան կանչում օգտագործում ենք։ Կլասի դեպքում դրա հետ համատած ինչ առավելություն ենք, էլի ստանալու, այսինքն դա օգտագործում իմաստային որն է, էլի դե։ Եթե ուղղակի մեզ պետք է լինելու ինչ-որ հատիկ, միտեղ էս մի հատիկ ֆունկցիան օգտագործել, միտեղ ինչ-որ ուրիշ հատիկը ու տենց, երևի ուղղակի ֆայլ ունենալ մեջ այդ 3 ֆունկցիաները այդ ավելի լավ կլինի, բայց եթե մենք օրինակ կարող ուզենանք միանգամից Նոչեմ պետք է հասկանանք մեզ օգուտ տալիս է այս ֆունկցիաները իրար հետ խմբավորել, թե ավելի լավ կլինի իրանք ուղղակի առանձին հատիկանոց կտորներ լինեն։ Օրինակի համար, եթե մեզ կարա շուշուտ պետք գա բռնել ստանալ ինչ-որ հասցե ու այդ հասցեով լիքը տարբեր վերլուծություններ անել, այսինքն այդ ֆայլերի քանակը նայել, տվյալների ֆայլների չափը, տեսակը եւ այլն։ Այդ ամեն ինչը եթե պետք է լինելու մեզ անել, այդ շատ ավելի էլեգանտ կարա իրագործվի կլասներով, որ մենք ուղղակի ասենք folder-ը հավասար է folder analyzer-ը գրենք իր հասցեն, ու արդեն մեջից սա ֆունկցիաները օգտագործենք։ Կարանք մի հատ ֆունկցիա սարքենք, ասենք ամեն ինչ արա, ու ինքը այդ իր բոլոր այդ վերլուծությունների առանձին ֆունկցիաները աշխատացնի մեզ ինչ-որ վերջնական արդյունք տալու։ Օգտագործման տեսանկյունից մենք էլի պետք է մակարդակով, այսինքն խմբային մակարդակով instantiate անելու գաղափարն է լինելու, որ ասում exemplar ենք սարքում sense ասած, օրինակ list class-ը կա, ու մենք եթե ուզում ենք մեր list-ի հետ գործանենք, ասում ենք օրինակ անհավասար է list ինչ-որ բան կամ քառակուսի փակագծերով։ Ու կոպիտ ասած sense որ գրեցինք, մենք import ենք անում list class-ը, ու արդեն սրա հետ կարանք լիստական ամեն ինչ օգտագործենք։ Այսինքն okay, այսինքն բայց մի sense հարցել, հա, օրինակի համար նույն list-ը ըստ էության Python-ի class-ներից է, հա,
իր օգտագործման ժամանակ պրոստը Python-ը ոնց որ ինստալ են կարել, ոնց հասկանում եմ, դրա շնորհիվ ինքը աշխատում է։ Բայց եթե օրինակ ես class ստեղծեմ, իրան երկրորդ կոմպի վրա կամ երկրորդ user-ը կամ լրիվ interface-ը միջավայրից, որ ես իրան փորձեմ կանչեմ, այդ դեպքում իրան ոնց եմ մտել բերելու, այսպես ասած, էլի։ Լրիվ նույն ձև ոնց ասենք ձեր սարքած ֆունկցիան պետքա ուրիշ տեղ օգտագործեք, էլի։ Այսինքն, եթե պետքա գրենք օրինակ from helpers import ֆունկցիայի անուն, հիմա կարող գրենք from helpers import class-ի անունը ու տենց։ Լավ, երևի ավելի երկար լսեմ, ավելի հասկանալի դառնա։ Okay, merci։ Հուսով եմ, հա, հեսա մի քիչ որ կոդին անցնենք ավելի տենց ոնց որ get-ին մոտիկ կդառնա այս ամեն ինչը։ Բայց հա, էլի որ հարցեր լինի, անպայման ասեք, ինձ թվում է այս դասը ոնց որ հենց հարցերի հիմքով է, էլի, որ կարա ավելի հասկանալի դառնա։ Այսինքն տենց կետիկների կպնեք, որ լավ չեք հասկացել, տենց ծածկելով գնանք հերթով, արդյունքում հույսով եմ ինչ որ ընդհանուր առմամբ ծածկված վիճակ դառնա, էլի, ոնց որ այսքան հարցեր որ տվեցիք շատ լավ էր։ Հա, էլի հարցեր, ժողովուրդ։ Դա լավ։ Եկեք ուրեմն անցնենք մի հատ կլաս սարքելու ու կոնկրետ մի հատ, ահա, Հայկ լսում եմ։ Այլչան մինչև առաջ գնալ է մի հատ այդ overload-ը մասը, որ կար մի հատ այդ հիշացնեք ինչ էր իրանից ենթադրում։ Չէ, մենք չգիտենք էլ էս ինչա, էս ոնց որ Չգիտենք, բայց ուղղակի չենք անցա։ կարող է շնիկի մասին եք, թե overload-ը։ Հա, շնիկով է, հա, ահա։ Հա, շնիկը դեկորատորն էր, այդ են ֆունկցիաներ, որը որ վերցնում էր ֆունկցիա, ինչ որ բաներ ավելացնում իրան, հին օրինակով եթե նայենք, ասենք բաններ, Լավ, հիշեցի, ավտոսերվիսներ, Հա, հիշեցի, մերսի շատ։ Այս կոդը ոնց որ կարակ չփորձեք լրիվ հասկանալ, էլի, ուղղակի copy paste եմ արել, որ տեսնենք, վայ, տեսեք list, տեսել մեր ծանոթ բաները, այսինքն իրականում list-ը class էր, էլի, այսինքն այս բջիջի միակ նպատակը է դա, էլի, թե չէ iterable եւ այլն, հիմիկվա թեմաներ չի ընդհանրապես։ Okay։ Եկեք անցնենք օրինակի ու որպես օրինակ Եվ շատ զարմանալի չի, արդեն կարգին հաղորդումը կօգտագործենք։ Եկեք տեսնենք, որ եթե սենց ասած մեզ պետք լինի իրար գլուխ հավաքել, թե ինչ է տեղի ունենում կարգին հաղորդում ստեղծելուց, այդ ինչ տեսք կունենա։ Սենց ասած ստեղծենք այդ կարգին հաղորդումի դասը։ Կարողանանք սենց ոնց որ օբյեկտը, եթե մի բան integer-ը, մի բան float-ը, մի բան է լինի կարգին հաղորդում։ Այդ ստեղծելու համար սենց ենք վարում, ասում ենք class, հետո կարգին հաղորդում, այստեղ մի հատ նշում, մենք մինչև այս սովորենք օծաձև գրելաձևին, որ երկու տարբեր բառ իրար միանում են տակի գծիկով, կլասների անունների դեպքում օգտագործվում է սապատաձևը, այդ ուխտի սապատով, որ փոքրատարով պրծավ մի բառը, մյուսը մեծատարով է սկսում ուղղակի, կլասի անունում պետք է այս ստանդարտը պահենք։ Հետո գալիս է ավանդական այս մեր միջակետը, ու իր մեջ կանք օրինակ սարքենք փոփոխականներ։ Այսինքն կկոչվեն կլասի փոփոխականներ։ Ու ամեն մի կարգին հաղորդում պետք է ունենա օրինակ ինչ որ որակ նշված իրա, այդ sketch-ի համարը ունենա, դերասանների ցուցակ ունենա ու տեքստ ունենա, որ պետք է ասեն այդ տեքստը։ Ասենց եթե վարվենք, կարելի ասել ոնց որ մենք հիմա գցել ենք կմախքը, թե իրենց ինչ է ներկայացնում կարգին հաղորդումը։ Մի քիչ հələ այտենց չի, բայց նպատակը է դա լինելու մեր, էլի, որ մենք օբյեկտը սարքելու ենք, ասելու ենք կարգին հաղորդումը սա է ընդունում, այս բաներն անում եւ այլն, ու տենց ամեն ինչ ոնց որ մի բանի մեջ, մի օբյեկտի մեջ իմի վերենք։ Բայց այս պայդրությամբ, եթե հիմա ուզենամ օգտվեմ ինչ որ կարգին հաղորդումից, օրինակ եթե ուզում ենք օգտվել list class-ից, մենք պետք է մի հատ list սարքենք, չէ՞, օրինակ գանք ստեղ գրենք 509 ասկալ գրեցի եւ այլն։ Այս նաեւ կարելի է պատկերացնել որպես այսենց եթե գրենք, էլի փակագծերով գրենք, ուղղակի այս list-ը ինքը հատուկ ինչ որ լրացուցիչ ուրիշ ձևեր ունի ստեղծելու, էլի։ Բայց ամեն դեպքում մենք
Օրինակ, եթե ուզում ենք append մեթոդը կիրառենք, պետք է նախ մի հատ ինչ-որ exemplar ստանանք, չէ՞, լիստի, այսինքն ասենք անհավասար է սրան, հետո a.append անենք։ Նույնքան հիմա մեր մոտ ստեղ առաջի քայլնելու է, որ ինչ-որ օրինակ սարքենք այս կարգին հաղորդման, դա էլ արվելու է գրելով օրինակ sketch-ը հավասար է կարգին հաղորդում։ Նույն ձև ոնց օրինակ ասում էինք s-ն հավասար է set, ու այսպես, որ դատարկ բազմություն սարքենք։ Ու փակագծեր։ Սա կոչվելու է class-ի instance, այսինքն այս ցեղատեսակի պատկանող ինչ-որ մի հատ կենթանին կոչվում է իր instance, իր օրինակ exemplar, չգիտեմ որ բառով է ձեզ հարմար, երևի ես exemplar բառը կօգտագործեմ, իր տեսակին պատկանող ինչ-որ մեկը, էլի։ Ու եթե այստեղ տպենք այս sketch-ը ու տպենք իր type-ը, տեսնում ենք այս sketch տպելը ինչ-որ ասում է main get կարգին հաղորդում object, add ու ինչ-որ հասցե, ու եթե տեսակը տպում ենք, ասում է class ու main get կարգին հաղորդում։ Այսինքն այս sketch փոփոխականը եղավ կարգին հաղորդում տեսակի։ Մինչև այդ integer float եւ այլն այդպես բաներ ենք տեսնում, հիմա արդեն մեր ստեղծած տեսակը ստեղ գոյություն ունի։ Ու այս sketch-ի տեքստը եթե օրինակ ուզեմ ստանալ, պետք է գրեմ sketch get ու text։ Հիմա սա որ գրեցի, տեքստը բերեց։ Հիմա եթե գրեմ օրինակ sketch get, օրինակ տեքստի փոխարեն մի հատ ինչ-որ տառասխալ արած լինեի, sense Բերելու էր attribute error կարգին հաղորդում օբյեկտը չունի attribute text 112։ Այս կարգին հաղորդմանը պատկանող ամեն ինչը, այս փոփոխականները, հետաշուտով ֆունկցիաներ ենք տեսնելու եւ այլն, անվանում են այդ կարգին հաղորդումի attribute-ներ։ Իսկ ինչ ունեն բոլոր կարգին հաղորդումները։ Այդ ամեն ինչը իր attribute-ներն է։ Իր կարգին հաղորդումի փասափուստ են ասած, թե ոնց է բառը։ Մի խոսքով, իր հետ եկող բոլոր ամեն ինչն է attribute անվանվում։ Մի հատ ստեղ stop տամ, տեսնեմ ինչ որ հարց կա թե չէ։ Այս բայդրությամբ հələ չենք տեսել մենք թե ինչի խաթր արժի կարգին հաղորդում օգտագործել, որովհետև սա օրինակ կարար հանգիստ dictionary լիներ, չէ՞ մի հատ։ Սրա փոխարեն եթե ուղղակի ասեի sketch-ը հավասար է այստեղ որակ ֆանտաստիկ եւ այլն, էլի ստեղծության նույն ամեն ինչը կանեինք, բայց մի քիչ շուտով կտեսնենք արդեն ինչով է ինքը արդարացնում իրան։ Արա լսում եմ։ Այդ չընկնես ոնց որ մի քիչ ավելի հասկանալի դարձավ, բայց տեղեկցելու համար էլի։ Ես ճիշտ եմ հասկանում, այսինքն ինքը ըստ էության մենք կլասի մեջ հայտարարում ենք, թե ինքը ինչ attribute կարա ունենա, ինչ ֆունկցիաներ իր վրա կարան աշխատեն, ու հետո արդեն երբ որ ինքը այսպես կյանքա մտնում օգտագործվում է, այդ շրջանակն է օգտագործվում, էլի, այսինքն օրինակ նույն լիստի հետ համատած լիստը կարա ունենա, չգիտեմ, SSS անդամները ու իր վրա կարա լինի append-ը, ես շատ գիտեմ, մաքսիմում ու մինիմում, եթե իհարկե այդ բաները կարծես չեմ հիշում։ Այսինքն, լավ, արդեն պրինցիպի հասկանալի է, օքեյ, մերսի։ Դες մերսի։ Հայկ լսում եմ։ Հայկ չանեմ, որ ընդեղ աշխատացրինք, բերեց մենք այդ կարգին հաղորդում, այդտեղ այդ main-ը, ինչն է այդ main-ը։ Այս main-ը կարող է բանից ծանոթ լինի, հիշում եք ֆայլերի դասին, որ ֆայլի անունը main էր գրում ուղղակի։ Տակի գծիկ main-ով։ Հիմա ստեղ որ այս կարգին հաղորդումի մեջ, այս ֆայլի մեջ որ աշխատացնում ենք իրան, ինքը ոնց որ հիմա որ ֆայլի մեջ է այս կարգին հաղորդումը, main ֆայլի մեջ է։ Եթե ուրիշ տեղից ներբեռնեի արդեն, ու եթե սա py ֆայլ լիներ, ոչ թե ipython notebook, արդեն կընդուներ ֆայլի անուն, այդ կարգին հաղորդում տեսքը, էլի։ Իսկ եթե ինչ-որ տեղից այդ կանչենք ու աշխատանցնենք ուրիշ ֆայլի մեջ, էլի այն նախորդ ֆայլի անունն է գրելու, թե հենց այդ ֆայլի անունը, որտեղ աշխատացնում ենք։ Որտեղ որ ստեղծված, որտեղ որ սահմանված է եղել։ Հասկացա։ Կարևորը այդ ստեղծվելու կետն է, էլի։ Հասկացա։ Շատ լավ։ Գոհար լսում եմ։
Երբ որ դիմում ենք այդ կլասի ատրիբուտներին, մենք եթե իրանց հետ ինչ-որ փոփոխություն անենք, այսինքն կլասի մեջ իլա փոխվում, թե copy-ն է ստեղծվում, copy-ն է փոխվում։ Այդ շատ լավ հարց է։ Ուժոր նախորդ հարցերն էլ են լավը, ոնց որ եթե հիմա եմ ընդգծում, չմտածեք նախորդները լավը չէին։ Ընդհանուր առմամբ նանց որ այս sense որ օգտագրել եմ, սա բավականին անիմաստ ձև է, այսինքն ես սրանով չեմ սահմանել, թե ինչա նշանակում, կարգին հաղորդում իրենց ինչ է ներկայացնում։ Ես կոնկրետ ֆիքսել եմ 561-րդ սկեչը, հետագայում ոնց որ մի քիչ հեսա հետո տեսնելու ենք, որ մենք սարքելու ենք այդ կոնկրետ օրինակներ, ու այս սաղ արժեքները իրենց ներսում տանք, ու իրենք այդ օրինակի համար աշխատեն։ Այսինքն ես չեմ բռնելու մի հատ հաջորդ սկեչի համար այս փոփոխական դարձնեմ 562 ու տենց գնամ։ Այսպես գրելաձևով, հա, պետքա փոխեմ, ու հեսա միանգամից կտեսնենք այդ փոխելուց ինչա կատարվում, բայց ուղղակի ոնց որ սա ուղղակի սկզբնական մոտեցումն է, որը չենք պահելու, ու կոնկրետ հեսա մի հատ արժեք կփոխենք, տեսնենք ինչա լինում։ Լավ, շնորհակալություն։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Okay։ Հա, այդ atribute error-ը երևի էլի ժամանակին հանդիպած կլինենք, եթե ինչ-որ բան սխալ էինք գրել։ Այդ լիքը հələ տեսնելու եք։ Հիմա բայց եթե տեսնենք հենց այդ sketch-ի համար փոխելու հետ կապված, թե գրեմ ստեղ sketch.get համար 561, ու հետո ուղղակի ասեմ sketch.get համար 509, sketch-ը դարավ, ահա, sketch-ը դարավ 509։ Բայց հիմա եթե մի հատ թազա կարգին հաղորդում ստեղծեմ, օրինակ գրեմ ստեղ ուրիշ sketch-ը հավասարակարգին հաղորդում, ու ստեղ ասեմ կարգին հաղորդում get համար։ Ինքը շարունակում է մնալ 561, որտեվ ոնց է, եթե ասենք մի հատ անհավասար ասեմ 551 ու այն ավելացնեմ ինչ-որ բան, այսօ չի նշանակում, որ բոլոր աշխարհի բոլոր լիստերին ավելացավ 1-ը, ու հիմա եթե ինչ-որ մեկը լիստ սարքի, մեջը 1-ը լինելու է։ Չէ, մենակ այն վրա ազդեցինք ուղղակի ու վերջ։ Այսինքն այս փոփոխությունները տեղի ունենում փոփոխականի, իսկ ճիշտ տերմինով ասած instance-ի, այդ exemplar-ի մակարդակով են տեղի ունենում։ Իսկ օրինակ եթե հայ տեսակը ունենք, որ ունի անուն, ազգանուն, խորոված սարքել եւ այլն, այդպես սահմանած է հայը ինչեր է անում, ու մի հատ ինչ որ հայի ազգանունը յանը վերջ փոխենք ուրիշ բանով, այդ հայի տեսակը sense ասած է դրանից չի փոխվի։ Ուղղակի կոնկրետ այդ մի հատ դեպքը, այդ մի հատ հայը կփոխվի։ Ուհա, այս փուլում, եթե ես հիմա ուզում եմ ստեղծեմ ուրիշ կարգին հաղորդում, օրինակ հիմա ուզում եմ ստեղծեմ, չգիտեմ, մի հատ ուրիշ sketch եմ ուզում ստեղծեմ, այն արվեստագետների sketch-ը։ Այս մոտեցումամբ ես պետքա գամ բռնեմ, ասեմ ուրիշ sketch get text ու 0-ից գրեմ այդ իր թազա տեքստը, հետո ասեմ ուրիշ sketch get համար գրեմ այդ իր թազա համար ու ամեն ինչ հատիկ նորից գրեմ։ Ինչը ոնց որ խայտառական հարմար գրելաձև է դառնում, ու մյուս կողմից հարց է առաջանում, իսկ կարգին հաղորդում տեսակը սարքելուց իբր խի ասցիր class կարգին հաղորդում ու կոնկրետ 561-րդ sketch-ը տվեցիր։ Ավելի խելամիտ կլինի, եթե ուզում ենք հենց կմախ գցել։ Ասենք այդ հայի class-ն ենք սարքում, ասենք որ հայերը ունեն անուն ու ազգանուն, ու ամեն մի հայի համար կտանք այդ անուն ազգանունը, ոչ թե ֆիքսենք, ասենք անունը Հայկ ու հետո բոլորը փոխենք ըստ իրանց անունը ինչ է։ Գալոք մոտեցում չի լինի, ու տենց կլասները չեն շողադար։ Այսինքն օգտագործած կլասները ինքը այսա dictionary-ից ոչ բանով չի տարբերվում։ Ստեղ dictionary-ն 1000 անգամ ավելի լավ կլիներ։ Եկեք տեսնենք ոնց կարանք արդեն այդ արժեքները տանք մենք, ոչ թե ուղակի հատիկ գրելով գնանք, այսինքն ստեղծելուց տանք։ Իդեալական դեպքում ոնց որ կկարողանանք գրենք, ասենք sketch-ը հավասար է կարգին հաղորդում, ու ոնց ենք ֆունկցիային արգումենտներ տալիս է։ Նույն ձևով այս կարգին հաղորդման արգումենտներ տանք, ասենք համարը հավասար է սա, տեքստը հավասար է սա, ու տենց։ Ոնց կարանք է դրան գանք։ Ոնց որ եթե նայենք ինչ է տեղի ունենում, ոնց կարանք սա 0-ով անենք հատիկ,
Մենք կարենք վարվենք այսպես, չէ՞։ Իհարկե։ Ասենք կարգինը հավասար օրինակ կարգին հաղորդում, ու հետո պետքա հատիկ բռնենք, ասենք կարգին հաղորդում կետ որակ համար դերասաններ ինչերի է հավասար։ Հետո եթե ուրիշ կարգին սարքենք, պետքա ասենք էլի ուրիշ կարգին հավասար է կարգին հաղորդում, ու ստեղ էլի ուրիշ կարգին կետ որակ համար դերասաններ ու տենց։ Կոդի կրկնություն ենք նկատում, չէ՞ ահագին։ Մենք ստեղ ունենք ինչ-որ փոփոխական, ու հետո գրում ենք իր կետ որակը հավասար է ինչ-որ արժեք, կետ համարը հավասար է ինչ-որ արժեք։ Եկեք միացա փորձենք ֆունկցիայի տեսքի բերենք։ Անունը եկեք դնենք init անել ինիցիալիզացիա բառից, այսինքն սկզբնական արժեքներ տալ initial values։ Այսինքն ասենք def init անել, ու մենք ինչ պետք է ընդունի ժողովուրդ։ Նայենք։ Նախ էս կարգինն է, չէ՞ ընդունում, էս instance-ն է ընդունում։ Պետք է իմանանք ինչին ենք որակ համար դերասաններ ֆիքսում։ Այսինքն ընդունում է այդ կոնկրետ sketch-ը, որը ուզում ենք փոխենք։ Եկեք instance բառը գրեմ, թող ավելի բան լինի, տպավորվի մտքում։ Հետո ինքը ընդունում է թե ինչ որակ պետք է, ասենք ստեղ կարանք տանք ընտիր, կարանք տանք հրաշք եւ այլն։ Եկեք ստեղ գրենք օրինակ quality անգլերենով։ Հետո նույն կերպ ընդունում համարը, եկեք գրեմ number ու actors։ Ու ինքը ինչ է անում։ Այդ գրելաձևը եթե նայենք, այս ուրիշ կարգին է, եթե մեր sketch instance-ներ ու գրում ենք ուրիշ կարգին get որակ, հիմա ոնց որ զուտ ասելու ենք դե sketch instance get որակը հավասար է quality։ Sketch instance get համարը հավասար է number ու դերասանները հավասար է բանի actors-ի։ Էլի ստեղ sketch instance get դերասաններ հավասար է actors։ Ու հիմա եթե ստեղ ես գամ այս վերևի կոդի փոխարեն ուղղակի ասեմ դե ասենք թազա կարգինը թող սա հավասար լինի կարգին հաղորդումի ու ստեղ ասեմ init անել թազա կարգին հիմա բոլոր արժեքները հերթով տամ եկեք ուղղակի ստեղ արժեքներ տամ շատ չխորանամ Այսա ինձ հետո արդեն եթե ստեղ գրեցի դե print արա թազա կարգին կետ համարը օրինակ ինքը ստեղ տպեց 2 այս print-ը վերևից էր մնացել Դա ստեղ գրել է ուղղակի 1 2 3 էլի այս ձևով հիմա ուրիշ մի հատ կարգին լինի էլի այդ ուրիշ կարգինի օրինակը կսարքենք ու կասենք դե init արա ու տենց իրուն կաշխատի Սա հələ դեռ մոտենում ենք ճիշտ բանին, ճիշտ մոտեցմանը, բայց ուղղակի քայլա դեպի ավելի օպտիմիզացիա մոտեցման։ Ահա, լսում եմ։ Այսինքն ոնց որ default արժեք ենք տալիս դրա մեջ, որ ամեն անգամ ինչ տվյալ ուզենք, ինքը այդ default-ով աշխատի մոտավոր։ Չէ, այստեղ ոնց որ ոչ մի արժեք չի ֆիքսվել, ուղղակի մենք սարքել ենք մեր համար մի հատ գործիք init անել ֆունկցիա տեսքով, որը որ ավելի արագ կարճ ձևով էս արժեքների տեղադրում է անում, էլի, որակ համար ու դերասաններին արժեքները տալի փոխանցում է։ Այս 1 2 3-ը զուտ օրինակ էր, ու մենք էլ տեսնում ենք, որ այս ինչ որ 561-րդ sketch-ի օրինակով էր սարքած այս կարգնահարթումի կլասը բաման, ինչը ստեղ արդեն դառել է լրիվ ոչ ակտուալ հնացած մոտեցում, էլի։ Լավ։ Շատ բարի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay։ Սա եկեք մի հատ հիշենք մեր նպատակը որն էր, ուզում ենք մի ձև ստանայինք այս հրակարգի գրելաձև, չէ՞։ Որ ասեինք կարգին հաղորդում ու կարգին հաղորդմանը այս արժեքները տայինք, սենց հələ չենք հասել դրան։ Այս init անել ֆունկցիան մենք պետք է աշխատացնենք, որ ինքը այդ արժեքները տեղադրի։ Այսինքն մենք այս համար, տեքստ եւ այլնը տալիս ենք init անել ֆունկցիային։ Ոչ թե միանգամից կլասին ենք տալիս։
երկու քայլանի process է լինում, էլի կլասը վերցնում ենք ու կլասի համար այս ֆունկցիան աշխատացնում։ Այդ ֆունկցիային տալիս ենք արժեքները։ Հիմա եթե ուզում ենք դա անենք միանգամից կլասին տալով, մեզ պետքա ստեղ օգնի մագիան։ Լուրջ եմ ասում, այդ մեթոդը, որ օգնում է, կոչվում է magic method։ Եկեք տեսնենք ոնց է դա կազմակերպվում։ Այսինքն մեզ պետքա այս init անել, այս կարգի, այս init անել ֆունկցիան հենց կլասը սարքում ենք միանգամից աշխատի, որ այդ արժեքները տեղադրի։ Սենց ասած, այդ կլասը կառուցելու համար պետքա որ ինքը աշխատի։ Այդ կլասը ստեղծենք, արժեքները տրվի իրան միանգամից։ Իրան այդ մեթոդին անվանում են ուրիշ լեզուներում կոնստրուկտոր, ու ինքը բավականին հաճելի անուն է, որովհետև ոնց որ construct կառուցել այդ կառուցիչն է ֆունկցիայի, էլի արժեքները վերցնում է, դնում է ու վсё, ֆունկցիա չկներեք, ու վсё, կլասը արդեն գոյություն ունի։ Մեր մոտ մի քիչ ուրիշ տերմին է, իրան init են ասում, ու ասում ենք initialize անել, initialize սկզբնական արժեքներ տալ։ Եկեք հələ մի հատ տեսնենք ինչ է կատարվում ստեղ։ Ստեղ եթե սարքենք ուղղակի ֆունկցիա անունը գրենք def ու գրենք տակի գծիկ init տակի գծիկ Պարտադիր պետքա հենց այսպես գրենք բանի անունը։ Սա կոչվում է dunder method կամ magic method։ Dunder, որտեվ երկու հատ տակի գծիկ ունի, double underscore։ Ու ստեղ փակագծում մի հատ self եմ գրել, սա հələ եկեք անտեսենք թե ինչ եմ, հետո կանդրադառնանք։ Ու մեջ ուղղակի գրած է print բանիր։ Հաջորդ մեզ ինչ էր պետք։ Մեզ պետք էր, որ այս ինիցիալիզացիայի ծրագիրը որ կա, միանգամից աշխատի, հենց ուզում ենք կարգին հաղորդումը սարքենք, չէ՞, որ մի հատ էլ առանձին տողով չգրենք։ Եկեք հələ տեսնենք ինչ է տեղի ունի, եթե ստեղ ասում եմ, օրինակ, կարգին հաղորդում, կան հավասարա կարգին հաղորդում։ Նայեք, բանիրը տպվեց միանգամից։ Այսինքն էս init-ը հենց մենք ուզում ենք այս կլասի instance սարքենք, իսկ ուզում ենք կլասը օգտագործենք։ Միանգամից այս ծրագիրը աշխատում է։ Միանգամից այս init ֆունկցիան կանչվում է։ Այդ init ֆունկցիան է, որ օգնում է մեզ այս գործը անել կլասը ստեղծելու, էլի։ Այս մի կարևոր բան է, որ init-ը անում է, ինքը միանգամից աշխատում է։ Հենց կլասը ուզում ես սարքես, վրաս ինքն է այն ֆունկցիան, որը աշխատում է, ասենց ասած, էլի։ Մեկ էլ մի հատ տերմինաբանության հետ կապված փոճուր նշում, ֆունկցիա մեկ ասում բան, կլասի ներսում ֆունկցիաները անվանում են մեթոդներ։ Եթե ասեմ մեթոդ, իմացեք ուղղակի ֆունկցիան է զուտ, ոչ թե ինչ-որ դրսում միտեղ գցած է, այլ կլասի մեջ է։ Ու այստեղ մի հատ ստոպ տալու տեսնեմ ինչ-որ հարցեր կան, մինչև այս փուլը, թե չէ։ Ասում եմ։ Բայց այդ տակի գծերի իմաստը զուտ իրան տարբերակելու համար է, թե ինչ որ, չգիտեմ, հատուկ ինչ որ բան է։ Ինչի առանց գծերի չի լինում ինքը։ Ոնց որ այս տակի գծերը իրանք հատուկ ընտանիք են բաների, մեթոդների, այդ magic մեթոդները, ու իրանք հենց պարտադիր գրածով են, ասենք, տակի գծիկ len, տակի գծիկը, այդ այնա ինչ աշխատում է, եթե գրում ենք օրինակ len list։ Ու հենց հատուկ սարքած է, որ len-ը նշանակում է ինչ էս տակի գծիկով է։ Տակի գծիկ get item-ը, այնա ինչ աշխատում է, եթե ասում ենք a, օրինակ 0, այս 0-րդ էլեմենտը ստանալու մեթոդն է։ Այն հիմնականում են ֆունդամենտալ բաները անողները, magic մեթոդներ են կոչվում, ու իրանք ստեղծված են լինում հենց այս երկու տակի գծիկ, երկու կողմից երկու հատ տակի գծիկ գրելաձևով, էլի։ Տակի գծիկ, հա։ Ինքը ընդունված մեթոդ է, որը որ առանձնացնում է այդ ընդհանուր, եթե այդ կլասների մեջ հաջորդ ֆունկցիան մենք գրենք, դրանից ոնց որ կարողանա ինքը առանձնացնի։ Իմաստային եմ, էլի ուզում հասկանամ ինչ, օրինակ եթե այդ կլասի մեջ հետո գրեցիք մենք գրեցինք ֆունկցիա ու այդ init-ը գրվեց երկու գծիկով տակ ֆունկցիա։ Ուզում եմ այդպես հստակ ինչ որ զուտ գրելաձևի տարբերությունա, զուտ ընդունված ձև է, թե առանց դնել որ անենք, ինչ որ մի ձև կստացվեր, թե չէ։ Ստեղ ոնց որ ֆունկցիայի այդ մեթոդի հատկության պահն է, էլի։ Այն հատկությունը, որը եթե ուզում ենք մեր մեթոդը օժտված լինի նրանով, որ հենց կլասը սարքենք ինքը միանգամից աշխատի,
Այսինքն հենց իր իդեան է նա, որ հենց այդ օբյեկտը ստեղծվեց, անկախ նրանից հաջորդ ֆունկցիաները մենք ինչ կգրենք կամ ինչ չենք գրի, ինքը առաջինը այդ անելու է, նա կարողա չանի, ենթադրենք, կամ կանչելուց անի, բայց սա անում է ոնց որ միանգամից։ Այդ է իր միտքը դրանում, այդ ամեն ինչը։ Հա, ոնց որ միանգամից աշխատելով օժտված միակ բանը դա տակի գծիկ init այսպես գրվողն է։ Եթե մենք Հա։ ուզենանք ասենք մեր կլասին ասենք a գումարած b, այդ Մհմ։ գումարման գործողությունը միակ մեթոդը, որով որ կարող կազմակերպենք, տակի գծիկ add-ն է։ Երկարություն Հա։ հաշվելու համար len-ով բան անելու միակ բանը այդ տակի գծիկ len-ն է։ Հա, ինքը Այսինքն ոնց որ հենց այդ կլասը ստեղծվեց, հենց այդ բանը այդ ստեղծեցիք իր այդ instance-ը, ինքը միանգամից դա աշխատում է։ Հենց այդ մնացած այն ֆունկցիաները, որ մենք կգրենք, արդեն դիմելուց կաշխատի։ Ես ճիշտ եմ հասկանում։ Հա, այսինքն միակ բանը, որ այդ հատկությամբ օժտված է, հենց այս 8 տառանոց մեթոդն է։ Տակի գծիկներ, init տակի գծիկներ։ Հա, всё, լավ։ Ուրիշ բան գրենք, ինքը այդ չի կարան։ Այդտեղ Python-ը ստեղծված է այդ կտրվածքով, որ այսա է իմ մոգական այդ իմ magic մեթոդը, որ անում է, այս տակի գծիկներ init-ն է։ Գումարումը add-ը, երկարությունը len-ը, ու տենց։ Հա, Հաջորդ դասին տենց նայելու ենք լիքը magic մեթոդներ, իրենք հենց հատուկ նշանակություն են ու պարտադիր ոնց որ տառարտար պետքա ճիշտ գրվեն, էլի, ուրիշ բան գրեցինք, օքեյ, մեթոդ կլինի, խնդիր չկա, բայց իր այդ հատուկ հատկությունները չի ունենա։ հա, եղավ, մերսի շատ։ Ահա, դες մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay։ Լավ։ Այս init-ով, այս init-ի մի հրաշքը այն էր, որ ինքը միանգամից աշխատում է։ Մյուս հրաշքը իր այն է, որ հիմա այս init-ի շնորհիվ մենք կարողանալու ենք գրենք այստեղ մուտքեր։ Ոչ թե այս sense առանձին ֆունկցիայի մակարդակով, այլ հենց այս կլասը ստեղծելուց գրենք այդ մուտքերը։ Այդ ոնց է արվելու։ Այս մեզ սաղ պատմությունը, որ ասում ենք համարը, որակը, դերասանները եւ այլնը ֆիքսի, այդ մեր init անել ֆունկցիան որ կար։ Եկեք իրան բերենք։ Այսա։ Ներողություն, սա հին կոդից էր։ Այսա ինք չէ բանարել։ Արի, կարեք։ Այս init անել ֆունկցիան հիմա եկեք բերենք ուղղակի ստեղ ու ժորժ ստեղ sketch instance էի գրում, sketch instance եւ այլն։ Այս փոփոխականի տեղը ավանդական ընդունված անուն կա, որ եթե ուզում ես հենց այդ instance-ի հետ գործ անես, ասենք հիմա sketch instance եմ գրել, բայց եթե մի հատ list-երի օրինակով եթե լիներ, list-երի դեպքում sketch instance-ը կասեին sketch-ը ինչ է իբր։ Sketch-ը ինչ կապ ուներ ստեղ։ Ավանդական ստանդարտ անվանում կա, որ ասում են այս առաջի փոփոխականի տանուն դիր self։ Self այսինքն ինքս ինձ։ Հենց ասած հենց կարգին հաղորդումը հենց ինքն իրան ինչ որ մի հատ կոնկրետ կարգին հաղորդման մասին է լինելու։ Մենք self ու get որակ համար եւ այլն հենց արժեքները տեղադրի։ Ուղղակի փոփոխականի անունը փոխեցի։ Դրեցի ստանդարտ ընդունված self բառը։ Մի հատ էլ փոքր նշում ստեղ ժողովուրդ, որ ստեղ quality number actors եւ այլն են գրում, ստեղ էլ ինչ որ որակ համար դերասաններ, հիմնականում ոնց որ այստեղ այս կլասի ատրիբուտը ինչ գրած է լինում անունը, նույնն էլ ստեղ եմ գրում, որտեղ իմաստ չկա, էլի երկու անուն պահելու իր հետ, այսինքն կարամ այս quality-ի փոխարեն որակ գրեի, չէ՞։ Ստեղ ասեի self get որակը հավասարա որակ։ Ոչ մի խնդիր չկա, որ փոփոխականոնը կրկնվեց։ Սա ուղղակի ֆունկցիայի անունը, որը մեթոդին որպես արգումենտ է, սա ուղղակի արգումենտ եկած արժեքը որակ փոփոխականի մեջ է պահում ու տեղադրում է արդեն այդ կոնկրետ կարգին հաղորդման որակ ատրիբուտի մեջ։ Նույն ձև կարող ենք ստեղ սա սարքենք համար, սա սարքենք դերասաններ, անիմաստ երկու հատ անուններ չհորինենք, էլի։ Ու հիմա եթե ուզում ենք, որ սա այս մեր init անելը միանգամից աշխատի, պետքա իրան տանք այդ մեր հատուկ անվանումը, այսինքն տակի գծիկ init-ը պետքա տանք իրան։
ու կարանք սա արդեն ջնջենք։ Եկեք ստեղ մի հատ էլ print ինչ-որ բանը գրեմ, որ տեսնենք, որ իսկականից աշխատում է։ Հիմա տեսեք ինչ է լինելու, որ այս աշխատացնեմ։ Հիմա եկեք աշխատացնեմ, եթե այստեղ ուղղակի ասեմ, զուտկան հավասարակարգին հաղորդում, նայեք ինչ է լինում։ Ասում է այս կարգին հաղորդում կետ տակի գծիկ init-ը 3 արգումենտ, 3 դիրքային արգումենտ պահանջում էր, որը չես տվել։ Որակ, համար ու դերասաններ։ Ինչ է տեղի ունենում։ Հիմա ասցինք հենց կարգին հաղորդումը կանչում ենք, միանգամից init-ը աշխատում է, չէ՞։ Դե որ init-ը աշխատում է, init-ն էլ պարտադիր արգումենտներ է ուզում, չէ՞։ Պարտադիր արգումենտները չենք տվել իրեն։ Դե եկեք ստեղ գրեմ ինչ-որ 3 հատ բան։ Եկեք ասենք գրենք ընտիր համար 1-ն է ու դերասանները մկոն է օրին։ Ու սա որ աշխատացնեմ, ստեղ ասեմ կետ դերասաններ, տեսեք բերեց մկո։ Ստեղ մի բան կարա տարօրինակ լինի, այստեղ 4 արգումենտ է գրած, ստեղ 3-ն եմ տվել։ Այս ոնց սենց եղավ։ Ուրիշ ոչ մի ֆունկցիա, ուրիշ տեղ ֆունկցիա սարքենք, 4 հատ բան սահմանումում տանք 3 հատ մուտքում, չի աշխատի, կոսի չբռնեց մի վարքյան։ Բայց init-ը ինքը հատուկ ձևով է սարքած։ Ոնց էր մեր մոտ այստեղ, որ մենք վերցնում էինք այդ փոփխականը, որին որ պետքա վերագրվի, այսինքն այն կարգին հաղորդումը, որը ստեղծել ենք, ու իրա որակն էինք ընդգծում, իրա համարը եւ այլն եւ այլն։ Այստեղ այդ ում պետքա վերաբերվի։ Այս դեպքում էս k փոփխակայինը չէ վերաբերվում։ Այս k-ն ինքը գալիս է որպես առաջին արգումենտ։ Այսինքն սա ստացվում է համարժեք նրան, որ եթե գրեինք այդ init անել են մեր հին ձևով, ուստեղ գրենք k ու այս մնացած ամեն ինչը։ Ուղղակի ոնց որ ստացվեց հատուկ գրելաձև, որ դե ոնց որ պետքա ստեղծենք, ստեղծելուց հո չեն գրելու միանգամից այստեղ չի կարա, չէ՞, սենց գրեի։ Դրա համար init-ը ինքը հատուկ աշխատում է, հենց որ միանգամից վերցնում են ում որ վերագրվում է, ում որ վերաբերվում է։ Դրա համար կարանք այս տրուկից օգտվենք, որ self-ը եկավ այս կնդառավ, ու արդեն մնացածը հերթով, որակը ընտիրը, համարը 1-ը ու տենց։ Ահա, լսում եմ։ Այդ ջան, init-ի հետ կապված մենք ավելի լավ էլի որպես հասկանամ, այսինքն եթե մենք այդ դեպքով init ֆունկցիան չենք սարքում, ըստ էության վերջում որ գրել էի, որ ինքը ավտոմատ ֆունկցիան կանչելուց աշխատում էր, այդ init-ը չի աշխատելու։ Նկատի ունեմ օրինակի համար են սկզբնական կլասը որ ստեղծեցինք անուն, չգիտեմ, համար, էսի էնի։ Ու մի հատ էլ իրա վերջում գրենք այդ տակի գծիկներով init, փակագծում self։ Այդքանով ոնց ասած կլասը փակենք։ Դա պրոստը ոչ մի բան չի անի, եթե այդ init ֆունկցիան իրա մեջ չգրենք, այն որ դիսարկեցի։ Ոնց որ init ֆունկցիա այդ կլասը որ ստեղծում ենք, միշտ init-ը աշխատում։ Հարցը նա ձեզ մյուտ հանեմ, հետո անմյուտ կլինեք էլի։ Հարցը նա թե այդ բանի մեջ ինչ է, այդ init անելուց ինչ է կատարվում։ Եթե նույնիսկ չենք սարքում, ուստեղ ասենք կարգին հաղորդում։ Ինքը սենց ասած սկզբնական մեկը init աշխատում է, բայց այդ init-ը ոչ մի բան չի անում։ Հիմա եթե այստեղ օրինակ արգումենտ տամ, ասում է այս կարգին հաղորդումը արգումենտներ չի վերցնում։ Որտեվ իր վրա հատուկ init սահմանված չի եղել, որ ասի մի հատիկ վերցնում ես դու կամ երկու հատիկ վերցնում ես եւ այլն եւ այլն։ Բայց երբ որ սահմանում ենք այստեղ էս init-ը գրում ենք, արդեն արգումենտներ վերցնում է։ Մի քիչ երևի շեղվեցի հարցից։ Մի հատ որ խնդրեմ բան կանեք, ասեք կոնկրետ ինչ։ Չէ, մյացած ամբողջական ուզում եմ հասկանամ, էլի ենթադրենք լավ հայտարարենք class ֆունկցիան ու ասել ենք որ պետք է լինի անուն, համար, չգիտեմ, մեկ էլ դերասաններ։ Պետքա լինեն իրանք իրա մեջ։
Նաև լիստի նման ուզում ենք ինչ-որ լավ ֆունկցիա տեկուս հայտարարենք, նպենք ֆունկցիան, որ ինքնեսի իր մեջ աշխատի։ Երբ որ ինչ-որ մի հատիկ փոփոխական հայտարարենք, որ ինքը կարգին հաղորդում տեսակի է, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Հետո իր վրա էլ օրինակի համար կետով ասենք կփենց, չգիտեմ, 5-ը, ինքը օրինակի համար կփենց ֆունկցիան էլ գրածել ենք, որ համարի վերջում այդ թիվը ավելացվի։ Ու հետո կանչենք, ասենք, համարը դառնա 5614, օրինակ եմ ասում, էլի։ Հիմա ես այդ կտորն եմ ուզում հասկանամ, եթե լավ այդ init-ը չենք անում вообще։ Ու օրինակ ես իմ ասած ֆունկցիան ենք գրում իր մեջ։ Ֆունկցիան իր ամբողջ մարմնով պետք է այս կլասի մեջ գրվի, թե ֆունկցիան պետք է կլասից դուրս գրվի, իր մեջ ուղղակի գրվի def, չգիտեմ, այդ append ֆունկցիայի անունը, օրինակ, որ հայտարարվի կլասի մեջ։ Իր մարմնի մեջ պետք է գրվի ամբողջ այդ ֆունկցիան իր բոլոր տողերով, թե մենակ այնտեղ ստեղծվի, ստեղ ընդհանրապես, չգիտեմ, հայտարարվի կամ կանչվի։ Հա, չէ, ստեղ ոնց որ անունով դիմել չենք կարա դրսի բանին, այսինքն նույնիսկ եթե ասենք դրսում ունեմ սահմանած append մի հատ ինչ-որ թազա ֆունկցիա, ու ստեղ ուզում եմ կիրառեմ, ես մեկը այս սրա մարմնի մեջ պետքա գրեմ, որ ասեմ helper-սից վերցնում եմ append-ը։ Հիմնականում հենց ուղղակի իր ամեն ինչով ինքը ներառված է լինում կլասի մեջ։ Իսկ մի հատ sense հարց էլ էի հասկացա, մերսի շատ։ Ենթադրենք ես հայտարարում եմ, որ պետք է իր մեջ լինի անունը, բայց անունին ոչ մի արժեք չեմ տալի։ Հետո եթե նույն սկզբում կետ դնել, այսինքն օրինակ համար գրեմ կարգին հաղորդում կետ համար ու իրան արժեք տամ։ Բայց եթե տված չլինեմ, այսինքն ինքը մնա որպես դատարկ։ Այդ գաղափարը կարալին, թե պարտադիր պետք է ինչ-որ արժեք ունենա initial իր մեջ։ Ոնց որ նման է լինելու նույն ֆունկցիաների տրամաբանության լրիվ։ Այսինքն ստեղ ստեղծան ֆունկցիա ենք սարքել, որ արգումենտներ ունի։ Հիմա միակ տարբերակը, որ կարանք արգումենտի անունը գրենք, բայց այդ արգումենտը չտանք, դա նա, որ այդ արգումենտը ունենա ինչ-որ default արժեք։ Եթե չունի default արժեք, ուրեմն արդեն պարտավոր կլինենք տրամադրենք իրանից օգտվելուց պետք է արդեն տանք։ Հասկացա։ Այդ դեպքում հիմա գամ են սկզբնական հարցից էլի, որ սա ամեն ինչ պետք էր, որ հարց տանը ավելի ճիշտ կառուցեի։ Init-ը, որ մենք վերջում հայտարարեցինք, գրեցինք def, այդ տակի գծիկ դա init տակի գծիկ, հակագծում self։ Ոնց հասկացա, ինքը հնարավորություն է տալի, որպեսզի հետո ես պրոստը գրեմ, այս ինչը կարգին սերիալ տեսակի է, ու իր հակագծերի մեջ պրոստը արժեքները տամ, ոչ թե այտենց գրեմ, կանչեմ ու հայտարարեմ նոր արժեքը տամ։ Ճիշտ է, չէ՞ հասկանում։ Հա, ինքը հարմար ձև է սարքելու կլասը։ Հա, իսկ այդ def init-ը, եթե n init ֆունկցիան չենք ստեղծել, ի սկզբանե, ինքը իրանով կաշխատի, թե պետք է պարտադիր init ֆունկցիան ստեղծվի, դրվի կլասի մարմնի մեջ, հետո ամենավերջում էլ աստեղ այդ տակի գծիկ init self-ը կանչվի։ Պատստավա բան չէր։ Ընդեղ մի հատ մենք ֆունկցիա չէ, դուք գրեցիք, այս վերջի ֆունկցիան, որ copy արեցիք, բերեցիք ներքև, այս def init անել, այս ֆունկցիան։ Այս ֆունկցիան պետք է լինի, որպեսզի այն տակի գծիկ init-ը աշխատի։ Չէ, ոնց որ ես այս ֆունկցիան զուտ դրսից սարքել էի, մինչև հələ չգիտենք այդ հատուկ բաների մասին։ Հետո եկանք կամաց այդ init անելը ձևափոխեցինք այս init-ին։ Ոնց որ այս կլասը խաբարը չի, որ init անել անունով ֆունկցիա կա ինչ որտեղ վերևում, էլի։ Հա, հասկանում։ Բայց լավ, այդ դեպքում եթե ես այս init անող ֆունկցիան չեմ ստեղծում, չեմ հայտարարում, մենակ կլասի մեջ վերջում բան եմ անում, այդ def տակի գծիկ init self-ն եմ հայտարարում, ինքը այդ ներքև հայտարարած բոլոր փոփոխականները կուզի, արտատիր։ Եթե init հենց գործվեց երևի չհասկացա։ Այս անունով գրածում, եթե ինչ գրենք, այդ կպահանջի։ Ոնց որ այս սրանից վերև եղած ամեն ինչը կարանք մոռանանք, էլի, իրականում երբեք մենք
կլասից դուրս init անել ֆունկցիա բանման չենք սարքի, էլի, սա ուղղակի քայլ առ քայլ է սրան գալու համար էր պետք։ Հիմնականում հենց կլասի ներսում գալու ենք միանգամից այս մեր տակի գծիկներ init-ը սարքենք ու մեջը հստակ ասենք SSS բաներն ենք ընդունում, ու դրանից հետո հանգիստ մեր կյանքը շարունակենք, էլի, արդեն իմանալով, որ կարանք այս փոփոխականների փոխանցումը հեշտ ձևով անենք։ Այս պարտադիր չի, որ լինի, տեսականորեն կարա նաև ոչ որ կլաս լինի, որ չի ընդունում ոչ մի փոփոխական, էդ էլ կարա օքեյ լինի, այդ դեպքում init-ի իմաստ չկա։ Եթե չէ, ճիշտ կարող է init-ը ինչ-որ ավել բաներ անի, մենք այս պայդրությամբ զուտ իրան օգտագործել ենք որպես արժեքները վերցնել, բայց իր մեջ ուրիշ կոդեր կարանք աշխատացնենք, այդ այսօր կտեսնենք։ Բայց ընդհանուր առմամբ ոչ որ եթե արգումենտ չունենք, կարանք init-ը չունենանք։ Լավ, միչել լսեմ, ինչ-որ բարձր գնում, բայց լավ, հարցերին նորից բարձրացել եմ, մերսի։ Հա, չէ, ձեզ մերսի այսքան հարցերի համար, ու հա, այս ոնց որ իմ ամենատանջված թեմաներից է, էլի, մշտական այս կլասները։ Միշտ ինչ որ տենց դժվար է գնում, հենց որ հարցերը շատ է օգնում, էլի։ Հա, Միկոյան, լսում եմ։ Հայկ ջան, այսինքն ես ոնց հասկացա def init-ի ամբողջ իմաստը կլասի էկզեմպլար ստեղծելն է, հա։ Հա, այդ կառուցելն է կլասը, էլի, ինքը կոնստրուկտորն է կամ ինիցիալիզատորն է, ասենց ասած։ Արժեքներ տեղադրիչն է։ Չլսեցի։ Ինչ էկզեմպլար։ Ասա թե իր էկզեմպլարը։ Էլի չլսեցի, ինչ էկզեմպլարը, առաջի բառը մի հատ ասեք։ Հասկանամ init-ը հենց կլասն է ստեղծում, թե իր էկզեմպլարն է ստեղծում։ Չէ, էկզեմպլարը, ոնց որ այս պայդրությամբ մենք ուղղակի կմախք ենք սարքում կլասի, էլի, թե ինքը ինչեր է ընդունում, ինչեր կարա անի եւ այլն, սա իմաստա սկսում ընդունել, եւ այդ կլասը սկսում ենք օգտագործել, այսինքն ինչ որ կլասի էկզեմպլարի ենք գալիս հասնում, այդ կլասի էկզեմպլարի ստեղծումը, instance-ի ստեղծումը, արդեն այդ ժամանակ init-ը միանում է ու ամեն ինչ ոնց որ հենց կլասը կյանքի ենք բերում, init-ը աշխատում է ու մնացած ամեն ինչից էլ օգտվում ենք, էլի։ Եղավ, մերսի շատ։ Դες մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Բարի։ Դե լավ, գնանք մի քիչ առաջ ու տեսնենք ոնց կարանք ունենանք նաև կլասի մեջ ֆունկցիաներ, ոչ միայն մեթոդներ, ու արդեն այդտեղ կսկսի կամած ավելի լավ երևալ, թե ինչի համար կարիք կար ընդհանրապես կլասների դիմելու։ Եկեք մի քիչ ավելի թեթև օրինակով բան անենք, թող լինի ուղղակի համար ու կամ չէ կներեք, եկեք սա մի քիչ էլ իշնեմ ներքև, սա շատ կարիք չկա նայելու այս բանին։ Հա, ու հաջորդ նշեցի, բայց մի հատ էլ ասեմ, որ այս self անունը ինքը ստանդարտ է։ Ես կարամ գրեմ օրինակ հրաշք կարգին ու հրաշք կարգին կետ համար, հավասարահամար։ Պարտադիր չի, հենց self գրած լինի։ Լավ, ոնց ենք ստեղծում մեթոդ։ Մի հատ փուճուր նշում, որ ֆունկցիաների դեպքում ստանդարտ է երկու ազատ տող թողել, մեթոդների դեպքում մի ազատ տող ենք թողում։ Ու գայս ենք սովորականապես ասում ենք def, օրինակ նկարել։ Ու այ հիմա ստեղ մի հատ կարևոր պահ, որ մենք գրում ենք ստեղ փակագծերում self։ Այդ նույն self-ն է, ինչ init-ի մեջ ենք գրել։ Ստանդարտ անուն է ուղղակի self-ը, էլի կարող ուրիշ բան լինի։ Ինչի, որովհետև այս երբ որ ուզենանք նկարենք կարգին հաղորդումը, ինքը վերաբերվելու է ինչ-որ կոնկրետ կարգին հաղորդմանը, չէ՞։ Ասենք այնտեղ որ ասում ենք sketch instance, կոնկրետ այդ sketch instance-ին է, չէ՞, վերաբերվելու։ Այն կարգին հաղորդմանը, որ ունի համար, դերասաններ, տեքստ եւ այլն։ Համար ամեն ինչ պետք է տեղի ունենա self-ի մակարդակով կամ ուրիշ փոփոխականի, բայց ուզում ասեմ, ստեղ մի արգումենտ պետք է գա, որ երբ որ մենք ասենք նկարել, ինքը իմանա ինչը նկարի։ Կտեսնենք, որ կան այս մեթոդներից, այս instance մեթոդից բացի կան նաև class մեթոդներ ու static մեթոդներ, այդ հələ կտեսնենք, բայց այս պայդրությամբ զուտ ոնց որ պետք է անպայման ստեղ self գրենք։ Ու իր ներսում արդեն ինչ ուզենք կարանք անենք, օրինակ ասենք կանչենք ու դերասաններին, թող այս ցուցակը վերցնի պրաբելով իրար միացնի դերասաններին։ Ու ասենք
խնդրել որ ասեն ու տեքստը տպենք։ Նույնիսկ սա եթե անենք, ու ես հիմա ստեղ ասեմ sketch 1-ը հավասար է ու այս արժեքները իրան հերթով տամ։ Ասեմ հիմա sketch 1 կետ նկարել։ Ահա, նայեք ինչ եղավ։ Մի բան չեղավ։ Հա, այս կոդը երևի չաշխատացրեցի վերևի։ Մի վարքեմ։ Կարգին հաղորդում, ահա, սա run արեցինք։ Sketch 1-ը, հա, վայ, ստեղ sketch փոփոխականը սխալ է գրել ժողովուրդ։ Նայեք հիմա sketch կետ նկարել, ասում է կանչել Հայկո Մկո Աշոտ, խնդրել որ այսին, այսինչ ու տեքստն է արդեն բերում։ Ոնց որ նկարելը ընդունում է sketch-ը սենց ասած, էլի, այդ sketch-ն է նկարում, դրա համար ստեղ self ունենք։ Բայց այս ձևով սարքեցինք ֆունկցիա, կլասի ներսում ֆունկցիա, class method, որը օգտվում էր այդ կլասի փոփոխականներից, ու արդեն ոնց որ սկսում է իրար գալ, էլի, այդ ամեն ինչը մի հարկի տակ ունենալու կոնցեպտը, որը որ ինքը dictionary-ին կրում է, որ ուղղակի dictionary-ին բանալի արժեք եւ այլն էր։ Արդեն ինչ որ չափով կմախք հաստանում, այսինքն բոլոր կարգին հաղորդումների որակը ֆանտաստիկ է, կապ չունի որ կարգին հաղորդումն է, բայց ամեն կարգին հաղորդում ունի իր յուրօրինակ համարը, դերասանական ցանկը ու տեքստը, ու ամեն կարգին հաղորդում նկարելու համար պետքա դերասաններին կանչենք ու խնդրենք որ տեքստը ասեն։ Մոտավորապես արդեն այդ մակարդակի ստեղծեցինք, թե ինչ նշանակում լինել կարգին հաղորդում տիպի, կարգին հաղորդում ազգություն ունենալը քաղաքացու մասին ինչ է պատմում, սենց ասած, էլի։ Հայկ լսում եմ։ Այդ նկարելի մեջ որ բան ինչ որ գործողություններ են անում, ենթադրենք ինչ որ փոփոխական է պետք ու չկա այդտեղ, selfie կողքը մի հատ ուրիշ փոփոխական պետք է գրվի, հետո օգտագործվի ֆունկցիայի մեջ։ Ոնց որ եթե կլասի հետ կապ չունի փոփոխական, ասենք ժամանակավոր ինչ որ բան ենք անում, ասենք temporary-ին հավասար է, ասենք չգիտեմ, աստղանիշներ, հիմա ուզում ենք տպենք վերջ ու այդ աստղանիշները կարող սենց ոնց որ դրսից փոփոխական ուղղակի օգտագործենք, էլի։ Այսինքն selfie մոդ ոչ մի փոփոխական չի գտնում։ Եթե ոնց որ self get գրելով, այդ մենք ընդգծում ենք, որ դու վերաբերվում ես այս sketch-ին։ Հիմա օրինակ, եթե, ասենք, չգիտեմ, ուզում ենք sketch-ին վերաբերվի, թե երբ է sketch-ը նկարվել, կարանք ստեղ ասենք, օրինակ sketch get time-ը հավասար է, ասենք date time-ից վերցնենք այդ վարկյանը այդ պահի դրության։ Որ դրանից հետո կարողանանք ասենք sketch get, եկեք օրինակ ստեղ sketch get day-ը գրեմ հավասար է հունիս 11, հիմա եթե սա աշխատացնեմ, եկեք մեջն էլ օգտագործեմ։ Եկեք ստեղ ասեմ, ներողություն, sketch չէ, self get։ Ստեղ ասեմ self get day։ Սա ստեղ աշխատեց, բայց սրանից հետո այս sketch-ին, եթե ասեմ sketch get day, ինքը այս ատրիբուտը ձեռք բերեց։ Դեռ նկարելը աշխատացնելուց նաև նշել էինք, որ այս sketch-ի օրը 10 հունիսի 11-ն է։ Okay։ Այդ այսինքն ընդհանուր կլասի մեջ չկա, չէ՞, մենակ sketch-ի մոտ է։ Հա, ոնց որ այս ամեն ինչը, այս self-ով ամեն ինչը, իրանք վերաբերվում են կոնկրետ ինչ որ, սա ասենք, կոնկրետ 561-րդ sketch-ի մասին է խոսքը գնում։ Միակ բանը, որ բոլոր կլասերին է վերաբերվում, այն ինչ init-ից դուրս է գրած, այդ որակն է այստեղ։ Ասենք որակը հավասար է ֆանտաստիկ, ինչ կարգին հաղորդում է սարքեմ, իր որակը ֆանտաստիկ է ինքը տպելու։ Բայց համարը օրինակ կախված է լինելու մուտքից։ Նկարելը այս պայդրությամբ էլի լինելու է հունիսի 11, բայց եթե օրինակ սարքեի, որ հենց այդ օրվա ամսաթիվ ու վարկյանը վերցնի, ինքը էլի ամեն մի instance-ի համար յուրօրինակ էր լինելու։ Այդ պահին հենց նկարելը կանչել ենք այդ վարկյանի արժեքներ լինելու մեջ է, էլի։ Հասկանալի է, փորձանք շատ։ Ու առիթից օգտվելով մի հատ տերմին եթե ներմուծենք, սա instance variable-ա կոչվում, սա կոչվում է class variable։ Լավ, վերևը գրել էի, բայց դա բոլոր
դասին է անվանվում, բոլոր հայերը, օրինակներ չբերեմ իսկական, բոլոր կարգին հաղորդումները որակը իրանց ֆանտաստիկա, բայց համարը ամեն մեկին է իրանն։ Հարցեր ժողովուրդ, էլի ստեղ մինչև։ Okay. Այս class variable-ների հետ կապված էլ, եթե ուզում ենք այս օրինակ որակը տպենք, եկեք այս նկարել ուղղակի փոխենք, որ այտենց մի հատ է սկզբում տպի որակ, այստեղ մենք կարանք համ ասենք կարգին հաղորդում կետ որակ, համ կարանք ասենք self կետ որակ։ Դեռ ինքը երկուսին է վերաբերվելու է, համ կոնկրետ sketch-ին է վերաբերվելու, համ sketch-երի տեսակին։ Բայց կարևոր է, որ չենք կարա զուտ գրենք որակ։ Եվ ուղղակի որակ սահմանված չի։ Սահմանված է կարգին հաղորդումի որակ։ Դրա համար ստեղ այս ֆունկցիայի ներսում արդեն կարևոր է, որ self կետը ներառվի։ Կամ class variable դեպքում կարգին հաղորդում կետը ներառվի։ Հա։ Թեթև նշում, որ ասենք այս բայդրությամբ init-ում ուղղակի արժեքների տեղադրում ենք արել, բայց init-ի դերը ոնց որ նախնական բոլոր քայլերը աշխատացնելն է։ Նրանք նախնական քայլերի մեջ կարան ներառվի արժեքների ստուգումը կատարել։ Օրինակ համարը եթե 1-ից փոքր լինի, value error ստեղ կպել։ Հիմա եթե սա աշխատացնեմ օրինակ, ստեղ ասեմ -1/3։ Նայեք միանգամից էլ չստեղծվեց էլ կարգին հաղորդումը։ Միանգամից init-ից raise եղավ այս value error-ը։ Շատ տիպիկալ այդ init-ի մեջ այս թեստերը ներառել, իմանալ, որ ամեն ինչ օքեյ է, նա շարունակել առաջ գնալ։ Կամ ասենք, եթե պետք է աշխատանքի համար ինչ-որ ֆայլերից օգտվենք, գուցե init-ի մեջ այդ ֆայլերը կարդանք օրինակ։ Հա, հարցեր ժողովուրդ մինչև ստեղ։ Լավ, եկեք մի հատ էլ միտք նայենք ու արդեն գնանք դասամիջոցի։ Այս նկարել է հիմա ինքը ժողովուրդ աշխատում է բանով, չէ՞։ Վերցնում է այս մեր կլասի ատրիբուտները, չէ՞։ Self-get համարը, self-get դերասանները եւ այլն եւ այլն։ Բայց հիմա եթե ասենք այս նկարելու ֆունկցիան գրել ենք, կարող ինքը այնքան օգտակար է, որ ուզում ենք կարողանանք իրան այս կլասի փոփոխականներից անկախել օգտագործենք։ Այսինքն համ կարողանանք վերցնենք որտեժոտ այս բայ դրությամբ, նայեք։ Մի հատ եկեք սա լավ հասկանանք։ Այստեղ ուղղակի գրել եմ self, չէ՞։ Այս 3 փոփոխականները գալիս վերցվում են բանից, հենց instance-ից։ Այստեղ նես չի նկարելուն փոխանցել եմ ինչ որ արժեքներ։ Բայց եթե օգտակար ֆունկցիա է, գուցե ուզենք նաև ասել օրինակ sketch-get նկարել, ուստեղ տանք հիմա ինչ որ թազա բաներ։ Ասենք ոդի վրա որոշենք ինչ որ ուրիշ բաներ նկարել։ Բայց եթե սա աշխատացնենք, չի աշխատի։ Կասի ես նկարելը մի հատ արգումենտ է ընդունում։ Ու այդ մի արգումենտը հենց instance-ն է։ Ոնց ես դու եկել, sense մի քանի արգումենտ մեզ տալիս։ Դե կարա միտք առաջանա, որ օքեյ, դե եթե ուզում ենք կարողանանք նկարել իրան, ու փոփոխականները ոչ թե տանք կլասի ներս կլասը ստեղծելիս, այլ հենց նկարելին տանք փոփոխականները, ինչ անենք, դե որ կարողանանք անենք, պետք է սահմանումը փոխենք, չէ՞, նկարելը դարձնենք որակ, դերասաններ ու տեքստ։ Ուստեղ իրան տանք, ասենք որակը որակ, դերասաններ ու սենց անենք։ Այս ձևով, եթե ասենք self-get նկարել ու 3 արժեք տանք, աշխատեց։ Ընտիր։ Մենակ թե հիմա ինչն է խնդրեմը ժողովուրդ, որ հիմա էլ բանը չի վերցնում։ Հիմա եթե ասեմ, չէ լավ, գիտես ինչ արի, ինչ արժեքներ ֆիքսել էի, Հայկո Մկո Աշոտ էի ֆիքսել, թող իրանք լինի, Պեչի Ձիկապրյան։ Այսինքն հիմա եթե առանց այդ նկարելու աշխատացնենք, այսինքն ուղղակի ասենք, հիմա բողոքելու ասում է 3 հատ է ընդունում, դու ինձ մի հատ ես տվել։
Այսքան ինչ որ բան վիճակ է դառնում։ Կամ պետքա այս նկարելու սահմանումից ոչ մի բան չներառենք ու իրեն չկարողանանք դրսից արժեք տանք, կամ պետքա այստեղ ֆիքսենք արժեք փոփոխականները ու իրան պարտադիր միշտ պետք է լինի դրսից արժեքներ տանք։ Մտքեր կա ոնց կարանք վարվենք, որ ճկունություն ունենանք միաժամանակ երկուսն էլ անելու։ Ոնց կարամ ես նկարել ֆունկցիան ոնց գրեմ, որ ինքը համ կարողանա ընդունի այս 3 արգումենտները, համ կարողանա ոչ մի արգումենտը չընդունի այս 3-ից։ Պատկերացեցիք հարցը։ Այդ հիշում եմ ժամանակ թուփլի գաղափարն ենք օգտագործում sense դեպքերում, որ խմբային է, Այդ լավ բան եք ասում, որ աստղանիշ էինք գրում ու բան, կարայինք քանի արժեք ուզում էինք տանք ինքը հավաքեր tuple-ի մեջ։ Այս դեպքում մենք ոնց որ ամեն մի փոփոխական իր հատուկ նշանակությունը ունի ու կուզենք ոնց որ իրանց անունները մնար, ոչ թե ուղղակի ասենք քանի հատ 10 հետը յոլա կգնան։ Այսինքն նախընտրենք նենց անել, որ այս 3 անունն էլ նույն ձև մնա, էլի։ Բայց լավ վարկած էր։ Հա, մերսի։ Հայկ լսում եմ։ Իսկ հնարավորություն կա ֆունկցիան օգտագործելուց առաջ մի հատ ստուգի որտեղից են կանչել ու ըստ դրա բանանի ոնց որ 3 կամ 1 փոփոխական պահանջի։ Դե ոնց որ ցավոք տխուր է նա, որ ոնց որ ֆունկցիան պետքա սկզբում սահմանում տանք իրան, թե ինքը ինչ էր ընդունում։ Հետո ներսում արդեն ինչ որ բան ենք, այսինքն այդ պատճառ հետևանքային կապը հակառակն է միշտ լինում, էլի։ Սահմանումը պետքա ֆունկցիայի ներսում օրինակ ասենք ստուգի ոնց է կանչվել, բայց այդ ժամանակ ինքը արդեն կանչվել է, չէ՞ որ պետքա ստուգի թե ոնց է կանչվել։ Իսկ եթե կանչվել է, ուրեմն գրել էինք ինքը ինչ էր ընդունում, ոնց ենք սահմանել ու չենք հասցնում sense ասած, էլի։ Այսինքն ֆունկցիայի ներսում արդեն ուշ է ինչ որ բան անել։ Հասկացել եմ։ Ահա։ Մերսի տարբերակի համար։ Արամ լսում եմ։ Կարանք էս նկարել ֆունկցիայի մեջ այդ որակ դերասաններ տեքստին default նաներ տան, default նաներ եւ ստուգենք, եթե դրանք default նան են, self-ից վերցնի դրանք։ Հա, շատ ճիշտ է։ Եթե ուզում ենք համ կարողանանք արժեք տանք, համ չտանք, դրա մոտեցումը default արժեք տալն է, չէ՞։ Default արժեք որ կա ու չենք տալիս, գնում է default արժեքն է վերցնում, ոչ մի խնդիր։ Ահա։ Հիմա հարց է գալիս, բա ինչ տանք այդ default արժեքը։ Դե ոնց որ ոչ մի բան, ոչ մի տարբերակ չունենք, չէ՞։ Պետքա ոչ մի բան տանք արժեքը։ Իսկ ինչն է մեր Python-երենով ոչ մի բանը։ Մեր Python-երեն ոչ մի բանը դա none-ն է, չէ՞։ Այստեղ կարանք ասենք որակը հավասարան none, դերասանները հավասարան none ու տեքստը հավասարան none։ Հիմա սա եթե աշխատացնենք ու իրան տանք օրինակ արժեքները, գանք այդ տարբերակով վարվենք։ Որովհետեւ ես հետո այս կոդը upload անելուց արդեն մաքրած upload կանեմ իրան, sense վերև ներքև copy paste բանման չի լինի։ Լավ կանեի դասից առաջ անեի իհարկե, մի քիչ ծախողեցի։ Բայց արդեն ուշ է։ Ահա։ Այմա սա որ աշխատացնենք, տեսեք արժեքները տվեցինք, արժեքներով աշխատեց։ Արժեքները չտանք։ Ահա։ Այստեղ չկարողացավ աշխատի, որովհետև none-ը փորձում էր join անի, բայց ամեն դեպքում աշխատեց։ Ուղղակի ներսը լավ չեղավ։ Դժորդ այս պայդրությամբ լուծել ենք մի խնդիր ու եկել ենք մյուս խնդրի կիսով չափ լուծմանը։ Արդեն լուծված է այն խնդրումը, որ բան կարանք հիմա նկարելում համ մի բան գրենք, համ 3 բան գրենք։ Եկենք նայենք։ Եկեք սա ջնջենք։ Այստեղից էլ այսպես անենք, որ հերթով աշխատացնենք։ Հիմա սա որ ունենք։ Հիմա եթե ոչ մի արժեք չենք տվել, կստացվի արժեքները none են մնացել, չէ՞։ Ու հիմա եթե none-ը մնացել, մենք կուզենք այս փոփոխակ instance-ից վերցնենք արժեքը, չէ՞։ Այսինքն եթե որակ չեմ տվել, որակ չի եղել արժեք, գրենք self get որակ։
Եթե դերասաններ չի եղել, գրենք self-get դերասաններ։ Բայց եթե եղել է դերասաններ, թող մնա դերասաններ։ Այդ կարանք կազմակերպենք, ոնց Արամը լավ նշեց, if-ով։ Ստուգենք, ասենք, դատար կա թե չէ։ Ասենք, եթե որակը դատար կա, if որակ is none։ Այս նշանակում է, որ մեզ որակ չի տրվել։ Դե եթե չի տրվել, եկեք որակը ֆիքսենք որպես self-get որակ։ Գնանք վերցնենք այս բանից, instance-ից։ Նույն կերպ, եթե դերասանները չի տրվել, գնանք դերասանները վերցնենք բանից, instance-ից։ Ու մի հատ էլ նույնը տեքստով, if text is none, տեքստը հավասար է self-get text։ Եկեք այստեղ ասենք օրինակ print if is working, if-ն է աշխատում հիմա։ Արժեքները տվել եմ, ոչ մի if չի աշխատում, արժեքները վերցվում օգտագործվում։ Արժեքներ չեմ տվել, if-ն է աշխատում, ու արժեքները վերցվում է բանից, հենց կոնկրետ մեր instance-ից։ Ստացանք ճկունություն, ոնց ուզենք, տենց էլ մեթոդը կօգտագործենք։ Լիքը տեղեր տեսնելու եք այս հավասարանաներ ու is none-ի դեպքում ինչ որ արժեք ստանալ։ Սա շատ հարմար ձև է, որ եթե մի հատ բան ուզում ենք փորխենք, չբռնենք սաղ կլասը վերասահմանենք։ Չէ, ոտի վրա բռնենք փոխենք ուղակի։ Հարցեր ժողովուրդ, մինչև ստեղ։ Այս հասկանալի էր։ Ընդհանուր ոնց որ մինչև սպասող դասից հարցեր ժողովուրդ, արդեն դասամիջոցի կգնանք ստեղից։ Մի հատ փոքր նշում անեմ նաև, որ ոնց որ նույն ձև ոնց ֆունկցիաները ունեն docstring-էր, որ sense գալիս ասում ենք, այս ֆունկցիան տտ արգումենտներ սա վերադարձնում է սա եւ այլն, նույն կերպ ընդունված է բան կլասների համար, ասենք class animal, այստեղ սկզբում ինչ որ կարճ նկարագիր, մի տողանի ցանկալի է, հետո երկար նկարագիր, հետո իր ատրիբուտները կարա գա։ Այստեղ ասենք ունի ինքը says string ու init-ով name, sound ու num legs ունի, մի հատ է ֆունկցիա ունի, մեթոդ ունի, անունը says ասում է։ Ասում ես կենթանին սա է ասում են կենթանին նա եւ այլն։ Այսինքն ինչ որ մի բան կարող լինի իր docstring-ը։ Ատրիբուտներ, անուն տեսակ, մեթոդներ, անուն, ինչ է ընդունում, ինչ է անում։ Ու տենց մի հատ ընդհանուր նկարագիր, որ երբ որ օրինակ այսպես պահենք վրան, ինքը սիրուն արտացի։ Այստեղ կնկատեք, որ ոճերը տարբերվում են, միտեղ sense լիքը գծիկներ է գրած, հետո այսպես ոճով բանման, այս ուղղակի տարբեր docstring-ի template-ներ է։ Ճաշակի հարց է, որը օգտագործել ու կախված ինչ թիմ ինչ անում, էլի։ Բայց ոնցամ գաղափարը լրիվ նույն ձև կիրավելի է այստեղ։ Անցնենք մեր վերջին թեմային ու մի քիչ բարձրաբանենք այս մեթոդները, որ ունենք, այստեղ self էինք նշում, իսկ կարանք self չգրենք, իսկ կարանք մի հատ ուրիշ բան գրենք, այտենց ոնց որ instance, սա instance-ի մեթոդ էր, instance-ի համար էր աշխատում։ Հիմա կտեսնենք երկու ուրիշ տարբերակ, մեկը static մեթոդը, մեկը class մեթոդը։ Static մեթոդի իմաստը այն է, որ ինքը ամեն ինչից անկախ կարա հանգիստ աշխատի, ինքը ոչ instance-ի կարիք ունի, ոչ class-ի կարիք ունի, ինքը ընդհանրապես կարող լրիվ ուրիշ տեղ ապրեր։ Class մեթոդն էլ նա, որ ինքը ոչ թե կախված է ինչ որ ասենք կարգին հաղորդումի տեսակի հետ, տեսակ չկներեք, օրինակի exemplar-ի հետ, այլ ընդհանուր բոլոր կարգին հաղորդումների հետ։ Այստեղ մի հատ ընտիր հղումա դրած դեպի Corey Shaffer-ի շատ լավ յութուբերա դեպի իր լիքից վիդեո բացատրող, որ պատկերացնեք ինչքան լավ է բացատրում այս Corey-ն, որ մտնեք Python-ի կայքը, հենց բուն Python-ի օրգանիզացիայի կայքը, ուտեղ նայեք ինչ որ ռեսուրսներ, այ պաշտոնական Python-ի կայքը խորհուրդ է տալիս այս Corey Shaffer-ի playlist-ը Python սովորելու համար, ինչպես նաև մի խոսքով շատ լավ վիդեոներ են անում, խորհուրդ կտամ այս թեման ավելի լավ հասկանալու համար բացեք նայեք։ Բայց լավ, մենք անցնենք դասի, մի վարքան։ Ահա։
Եկեք մի հատ sense օրինակով նայենք, մի քիչ կարգին օրինակից շեղվենք, ինչքան էլ տխուր չլինի։ Թող մեր folder-ների հետ աշխատանքի համար class լինի, class ենք folder analyzer, այստեղ կարենք Z-ով գրենք ամերիկականի համար, որ ունի ասենք բան, հեղինակ, ինչ որ մի հատ ֆիքսած տեքստ է, ունի init, որի դերը հասցե վերցնելն է։ Ունի մի հատ get files մեթոդ, որը որ ընդունում է self, որտեղ պետք է կոնկրետ ինչ որ հասցեով folder-ի համար աշխատի։ Ունքը ինչ է անում, ուղղակի ասում է os get list dir self get path, սրանով վերցնում է բոլոր ֆայլերի ցուցակը ու join-ը անում, զուտ տասխանշով կպցնում է իրար։ Հիմա եթե ստեղ օրինակ ասենք, այս անհավասարա folder analyzer ու wallpapers folder-ը տանք, ստեղ մենք Python-ի ներսում ենք, Python-ի ներսում կա wallpapers-ը, որ այդ ամեն դասի առաջին նկարն է, որ երկու դասա չեմ դնում, բայց կավելացնեմ։ Ստեղ եթե ասեմ օրինակ a.get after, վերում է ֆիքսած, ու ասեմ a.get get files, աստղանշով կցրած բերեց բոլոր ֆայլերը, որ ստեղ կային։ Հիմա սա ավանդական սովորական class instance մեթոդ է, որտեղ ինքը աշխատեց կոնկրետ այս i-ի համար։ Ես չեմ կարող գամ ասեմ folder analyzer, ուղղակի ընդհանուր folder analyzer get files, որտեղ ինքը պետք է ունենա այս self-ը, պետք է փոխանցվի իրան, թե կոնկրետ որ մի folder-ի մասին է խոսքը գնում։ Բայց եկեք մի հատ հələ այս պահին նայենք, իսկ ինչ եթե մենք ունենք մի հատ ուրիշ մեթոդ, օրինակ ասենք sense տպում է տեքստը, մի հատ էլ տարբերակ ունենք այս տպածը ավելի հավես դարձնել, ինչ ձևով ասենք ձախից աչից պանիր կցագրելով։ Օրինակ լինի մի հատ ֆունկցիա def get հավես output, որ ընդունում է ինչ որ string ու վերադարձնում է պանիր գումարած string գումարած պանիր։ Սա պրոստը սովորական ֆունկցիա է։ Այստեղ օգտագործում ենք, նկատեք, որ սա ոչ մի կապ չունի կլասի հետ։ Այս get հավես output-ը ոչ մի կախվածություն չունի կլասից։ Կլասը պետք չի, որ ինքը կարողանա գոյատևի։ Get files-ը օրինակ առանց կլասի հետ կապ ունենալու չի կարող ապրի, որտեղ ինքը self-get path-ի վրա հույսը դնում է, որ ինքը self-get path է ունենալու։ Մասը սրանից հավերժ կախված է լինելու, միշտ պետք է լինելու self-ընդունելին։ Հավես output-ին պետք չի։ Ամեն ձևով կապրի։ Բայց եթե ես ուզենամ իրան ներառեմ, գամ ես մեր կլասում դնեմ, այսինքն մի հատ այստեղ ասեմ get հավես output ու ստեղ, եթե զուտ copy paste անեմ, ու սա աշխատացնեմ։ Պրոբլեմա տալու, ասի ես get հավես output-ը երկու արգումենտ ավերցնում, իսկ դու մի հատ ես տվել։ Ինչի է երկու հատ վերցնում։ Մեկը self-ն է, մյուսը s-ն է։ Ես հիմա պետք է գամ self-get s, որ ինքը արդեն նոր նորմալ աշխատի։ Կարա տեսակետ լինի, որ ինչի համար էինք ավելացնում ընդհանրապես բանը, խի ենք սա բերում ստեղ, այնա դրսից կօգտագործենք, բայց չնայած նրանից, որ կախված չի կլասից, բայց ինքը կլասի մեջ դեր է տանում։ Կլասի համար օգտար չափով մտնում է այս folder analyzer-ի այդ իր տան մեջ մտնում է, որպես հյուր բարեկամ sense, ասես ոչ լրիվ բարեկամը, ոչ լրիվ հյուրա, եկել ներառել ենք։ Նոր ներառել ենք, ստիպված պետքա self-get-ով վարվենք։ Ու իրան կարան օրինակ այս get file-ում օգտագործենք։ Ասենք այս ռեզուլտատը, ասենք self-get get հավես output ռեզուլտատ։ Ասենց հանգիստ աշխատի։ Պահը որն է, որ այստեղ ես սրան որ նայում եմ, ես տեսնում եմ, որ այստեղ self չեմ օգտագործել ընդհանրապես։ Անիմաստ է։ Պետք չէր, կարա ես self-ը գցեի մի կողմ։ Բայց ուղղակի self-ը ջնջելով չեմ կարա։ Ես պետք է ինչ-որ դեպ ընդգծեմ ասեմ, այս մեթոդը ինքը անկախ կլասից նույն ձև է աշխատում, ինքը ստատիկ է։ Ստատիկ նշանակում է նույն ձև գնացող։ Հենց տեն չի թարգմանվում, բայց իմաստը հետ է։ Հիմա որ ընդգծեմ ասեմ, այս մեթոդ ջան, խնդրում եմ քեզ պահի ստատիկ մեթոդի պես, ուզում եմ այս ֆունկցիան դեկորացնեմ, նենց անեմ, որ ինքը իրան ստատիկ պահի։ Օգտվում եմ իր գլխին դնում եմ ստատիկ մեթոդ անունով դեկորատոր։
գրում եմ շնիկ static method, բայց սրանից հետո արդեն այս get հավես output-ը այն որ ինքը էլ պարտավոր չի անի, իմաստ այստեղ self ստանա։ Սա պատրաստի դեկորատոր է, static method-ը Python-ում ներառված դեկորատոր է, որը որ ֆունկցիան վերածում է static method-ի։ Իա գործը դա է։ Այդ դեկորացնելով իրան արդեն ստանում ենք այն, որ պարտավոր չենք գրել self, դրանից բացի նաև եթե ես ուզեմ օգտագործեմ այս get հավես output-ը, ասենք ինչ որ ուրիշ տեղ օգտագործեմ, կապ չունի ֆոլդերների հետ, զուտ կողքից մի հատ միտեղ օգտակար լինի։ Պարտավոր չեմ ստեղծեմ instance-ի համար գրեմ get հավես output։ Չէ, կարող եմ ուղղակի ասեմ folder analyzer get հավես output, ինքը կաշխատի։ Էլ instance չստեղծեցի անիմաստ։ Okay, ժողովուրդ։ Static մեթոդներից ինչ որ հարցեր։ Եթե մի հատ իմի բերենք, եթե մեթոդ ունենք, որը որ կլասից դուրս էլ կարար հանգիստ ապրեր, բայց ուզում ենք իրան բերենք կլասի ներս։ Ամենաէլեգանտ ձևը իրան բերելու, իրան որպես static մեթոդ բերելն է։ Ոնց է արվում։ Դրսում ոնց կաշխատեր, նույն ձև կարանք copy paste անենք մեր բանի մեջ, կլասի մեջ։ Ու մի հատ գլխից դնենք շնիկ static մեթոդը, որ ինքը դեկորացվի ու իրան արդեն սկսի պահել որպես static մեթոդ, ոչ թե որպես instance մեթոդ։ Բայց այդ ժամանակ էլի երկու պարամետր կպահանջի։ Չէ, արդեն ստեղ, տեսեք, մենակ ասում եմ, մենակ C-ը գրած։ Էլ self-ը չեմ գրել։ Ինքը self-ից կախված չի, ինքը instance-ի համար չի աշխատում, ինքը միշտ է աշխատում։ Merci, էլի հարցեր, ժողովուրդ։ Ու դրա մեջ նաև կարող համոզվենք այստեղ, որ այստեղ չեմ ասել, ինչ որ բանը հավասար է folder analyzer, հետո դա օգտագործել։ Չէ, մենակ գրել եմ, մենակ այս ֆունկցիան եմ կանչել, էլի։ Նարինա, լսում եմ։ Հայջան, իսկ այդտեղ այդ self-ը պետք չկա, որովհետև այդ ֆունկցիայի մեջ s-ներ օգտագործվում, որը որ ընդհանուր կլասի մեջ չկար, չէ՞, այդ դրա համար ինքը ոնց որ պետք չեկավ։ Եթե այդ s դրսում ինչ որ միտեղ պետք կար, արդեն այդ self-ը պետքա ինչ որ ձև մտներ, չէ՞ դրա մեջ։ Ոնց որ sense պետք է նայենք։ Այս get հավես output-ին ինչա առաջարկում folder analyzer class-ը։ Ինքը առաջարկում է հեղինակ, հասցե ու ֆայլերի ցուցակ ստանալու մեթոդ։ Լավ, սենց հարց տամ, եթե այդ s-ի տեղը այդ path-ը ինչ որ մի ձև լավ օգտագործելու լինենք, արդեն այդ self-ը պետք է լինելու, չէ՞։ Ահա։ Okay։ Մի քիչ ընդհանուր հասկացա, որ դուք հասկացաք, բայց ընդհանուր էլ մի քիչ ավելի մանրամասն ասեմ։ Լավ։ Folder analyzer-ը առաջարկում էր հեղինակ, հասցե ու ֆայլերի ցուցակ ստանալու մեթոդ։ Get հավես output եթե պլանավորում է գոնե այդ իրեքից գոնե մեկը կամ ինչ որ մի բան կլասի հետ կապված օգտագործի, ինքը չի կարա հելնի հայտարարի, որ ես ձեր հետ ոչ մի կապ չունեմ, ես static մեթոդ եմ։ Ինքը պարտավոր է արդեն մնացածի պես նույն օրենքներով աշխատի, ոնց որ եթե չգիտեմ, այս մեր տունն է ու այս երեխեն ասում է, ես ձեր ոչ ուտելիքն եմ ուտելու, ոչ բան եմ անում եւ այլն, կարա տենց իրան ըմբոստանա, ասի, всё, ես ինքս ինձանով եմ, ուղղակի մնում եմ նույն բանի մեջ, նույն շենքի մեջ եմ մնում։ Բայց հենց օրինակ գնաց ջուր խմի, всё, արդեն ինքը տնից կախվածություն ունի։ Արդեն ինքը չի կարա ասի, դե ես լրիվ առանձին եմ ձեզանից։ Static մեթոդը պետք է այդտեղ գնա մոտից, ու ստեղ ավելանա self։ Որ ջուրը կարանա ստանա, էլի այդ երեխան։ Հա։ Հարցեր։ Ժողովուրդ։ Մի հատիկ թեմա է մնացել անցնելու, ոնց որ եթե հարցեր ունեք, արխային տվեք, լավ քննարկենք, հետո կանցնենք այն մի հատ էլ տակը մնացածին։ Okay։
Դե ժողովուրդ, կային class-ի փոփոխականներ ու instance-ի փոփոխականներ, class-ինը վերաբերվում էր ամբողջ այդ մեր դասին, instance-ինը վերաբերվում էր կոնկրետ էգզեմպլարին, մեթոդների տեսանկյունից նույն պատմությունը կա։ Մենք կարանք ունենանք instance մեթոդ, սա instance մեթոդ է։ Ինչի, որովհետև ինքը աշխատում է կոնկրետ էգզեմպլարի համար, այստեղ self ենք նշում։ Self-ն էլ այստեղ էս instance ստեղծելուց է առաջանում։ Default-ը instance մեթոդ ունենալն է class-ի մեջ։ Բայց մենք նաև կարող ունենանք մեթոդ, որը որ արդեն ասենք օրինակ այս folder analyzer-ը ուզում ենք պահենք, թե քանի անգամ է օգտագործվել։ Հիմա դա ինչ կապ ունի ինքը օգտագործվել է այս wallpapers folder-ի համար, հետո այս py files, հետո mini projects folder-ի համար, կապ չունի իրան։ Քանի անգամ է օգտագործել, դա զուտ class-ի մակարդակով է ինֆորմացիա։ Էգզեմպլարի մակարդակով չի։ Ոնց կարանք դա կազմակերպենք, որ ըստեղ էլ ասենք, գիտես ինչ, ես կապ չունի ինձ ինչի համար ես օգտագործում։ Էական չի։ Կարևորը օգտագործել ես ուղղակի։ Այդ դա արդեն արվում է class մեթոդներով։ Կարանք ունենանք sense պատմություն, օրինակ ասենք count-ը հավասար է 0, հենց ի սկզբանե։ Ու հիմա եթե ես init-ի մեջ ասեմ folder analyzer get count plus հավասար է 1, հենց init-ը աշխատացվի, հենց մի անգամ օգտագործվի մեր class-ը։ Այս count-ը 1-ով մեծանալու է։ Ու ես կարամ սարքեմ մի հատ մեթոդ, որի անունը կդնեմ get num uses, ու default ինքը պետքա դա self ունենա, ու ուղղակի կասեմ return folder analyzer get count։ Այստեղ կարելի գրեի նաև self get count։ Հիմա սա եթե աշխատացնեմ, այստեղ a1, a2, a3 3 անգամ ուղղակի կանչեմ, ու գրեմ a3 get count։ Ինքը կասի 3 անգամ է օգտագործվել։ Գրեմ a2 get count։ Ինքը կրկին կասի 3 անգամ է օգտագործվել։ Որտեվ ստեղ էս folder analyzer get count-ը ինքը որ 1-ով մեծացել է ամեն անգամ, այդ արժեքը ֆիքսված մնացել է, ինքը բոլորի համար է մեծացել։ Դե սա class-ի փոփոխական է, ոչ թե instance-ի փոփոխական։ Հա, instance-ը կանչելուց է ինքը օգտագործվում 1-ով մեծանում, բայց class-ի մակարդակով է իր հասանելիությունը։ Դրա համար ստեղ ունենում ենք 3 հատ փոփոխական, որ իրենքն էլ վերադասվում են զուտ 3-3-3։ Հələ միջև ստեղ օքեյ է ամեն ինչ։ Շատ բողոքվելու բան չկա։ Բայց հիմա եթե ես ասեմ folder analyzer get num uses, ինձ հետաքրքիր է այս folder analyzer-ը քանի անգամ է օգտագործվել, չէ՞։ Շատ բնական է դա գրեմ folder analyzer get num uses։ Այս չի աշխատելու։ Ասում է get num uses-ը պետք է բան ունենա, self ունենա։ Հիմա get num uses-ը ստանալու համար ստիպված եմ գրելու, գրեմ օրինակ a1 get num uses կամ a2 եկեք գրեմ, բայց սա լրիվ ընդհանրապես խելքի մոտ չի։ Խեմ երկրորդ instance-ը վերցնում, որ իմանամ ինքը ընդհանուր առմամբ քանի անգամ է օգտագործվել։ Տարօրինակ գրելաձև է։ Ինտուիտիվ չի, չպետք է sense լինի։ Զգացեք խնդրումը որն է, ինչն է որ սրտովս չի ստեղ։ Class-ը օգտագործելու քանակը, ինչը կապ չունի ինքը ինչի համար է օգտագործել։ Նկատեք, ոչ միտեղ այս path-ը դեր չի խաղացել։ Բայց կախվածություն ունենք, թե կոնկրետ որ մի հասցեով բանի վրա ենք բացել։ Խի, որովհետև դե default-ով ամեն մեթոդ instance-ի մեթոդ է։ Լավ չի։ Եկեք նենց անենք, որ ինքը self-ից կախվածություն չունենա։ Մենակ այս folder analyzer հենց class-ից կախվածություն ունենա։ Այլ դրա համար արդեն գալիս է class մեթոդ դեկորատորը։ Գրում ենք ուղղակի շնիկ class մեթոդ։ Հիմա ստեղ ոնց որ պետքա class-ի մակարդակով գործարվի, այսինքն այս folder analyzer-ի հետ պետքա գործարվի։ Կգրենք օրինակ return folder analyzer get count։ Ոչ թե այստեղ դա էլի գրած է folder analyzer get count, բայց սա կարենք գրենք նույն ձև self get count։ Տարբերություն չէր տա։ Ընդունված փոփոխականը զուտ եթե հենց class-ի անունն ենք վերցնում, գրել CLS որպես class։ Բայց էլի ընդունված անունը ձև ոնց self։ Ստեղ ասա return CLS get count։ Այս նույնը որ աշխատացնեմ, ու հիմա եթե ստեղ ասեմ folder analyzer get num uses, այս արդեն աշխատում է։ Այն ժամանակ այս տողը չէր աշխատում։ Self էր պահանջում։ Հիմա էլ չի պահանջում։
Հիմա ինքը կարա վերցնի համ այս ամեկը, համ կարա վերցնի հենց այս bool folder analyzer-ը։ Պետք չի լինի առանձին instance։ Այսա էլի կիրառություններ կնայենք, բայց այս բարձ էր։ Դե բարի։ Կարենք մի քիչ հետաքրքրացնենք, օրինակ սարքենք մի հատ creation time list, թե երբ է ստեղծվել, վայ, Արամ լսում եմ։ Հա, կարեք միանգամից անմոտ լինեք։ Իսկ այդ մեթոդների իսկ այդ մեթոդների նման չեն կարա հենց այդ property-ին static attribute տանք ու մեթոդը միանգամից բանը կանչենք, այդ property-ին կանչենք իրան։ Հա, եկեք property տերմինը հələ չօգտագործենք, այդ հաջորդ կամ հաջորդ լեկցիային կանցնենք։ Ոնց որ կարանք այստեղ գրենք static մեթոդ, որ ինքը կապ չունենա բանի հետ, չեն, instance-ի հետ։ Այս փոխարենը պետքա, բայց վերադասնենք, քանի այս count-ն է, չեմ, այս պետք։ Այդ count-ին տանք static դեկորատոր ու իրան միանգամից կանչենք։ Բայց այս count-ը ինքը class-ի մաս է, չէ։ Ոնց որ sense պատկերացրեք։ Եթե բռնեմ այստեղից կտրեմ, գցեմ ուղակի sense բան, այստեղ ուղակի դնեմ սա։ Այս ֆունկցիան կաշխատի։ Չէ, առանց class-ի չէ։ Ահա, եթե առանց class-ի չի աշխատում, ուրեմն ինքը հələ հնարավորություն չունի դառնա static մեթոդ։ Այս մեկը ինքը ուղիղ class-ից կախվածություն ունի նրանով, որ այդ class-ի աշխատացնելու քանակներին է վերաբերվում։ Instance-ի հետ կապ չունի, բայց class-ի ունի։ Այդ count-ը չեն կարա միանգամից ստանանք folder analyzer-ի get count-ը միանգամից ստանանք ինչա։ Այսինքն եթե գրենք այս folder analyzer get count-ը, ուստեղ էլ ոչ մի բան չգրենք։ Ուստեղ եթե գամ ասեմ դոլինի ուրեր։ Չէ, առանց այդ get մեթոդը կանչելու, հենց միանգամից իր այդ count-ին չեն կարող կպտենք դրսից։ Փոփոխականի մասին է խոսքը, ոչ թե մեթոդի։ Հա, Հա, այդ դարձնենք static փոփոխական ու տենց կպնենք։ Static փոփոխական գաղափար չունենք, այստեղ։ Հա, չունենք։ Ոնց որ մենք էնկապսուլյացիա թեման, որ անցնենք, այնտեղ կլինի բաներ, որ փոփոխականին էլի դեկորացնում ենք, ասում ենք քեզանից արժեք ենք ստանում բանման, բայց այդքան կապ չունի այստեղ, էլի, ոնց որ այս սրա մասին ես խորհուրդ կտամ հենց մենակ մեթոդների մակարդակով մտածել, էլի։ Հա, որ ավելի պաշտպանված լինի ու իմանանք կոնկրետ որտեղից են իրան փոփոխում։ Չէ, ոնց որ զուտ որտեղ էս գաղափարն է, էլի, մենակ մեթոդների հետ կապ ունեցող ավելի շատ պաշտպանված լինել բանման այդ ինձ թվում է հասկանում եմ ինչի պահով եք ասում, բայց մի քիչ շուտ է դրանից փորձենք խոսալ, էլի, եթե ճիշտ եմ հասկացել։ Այնց դա է նկատվում ենք Հա, լավ։ այդ property-ներ բանման էնկապսուլյացիայի ժամանակ կծածկենք այս բայ դրությամբ զուտ ոնց որ որպես մտածելու կոնցեպտ կարաք sense պատկերացնենք։ Եթե կարամ բռնեմ, ջնջեմ, բերեմ դուրս գցեմ մեթոդը ու ինքը նորմալ աշխատի, ուրեմն ինքը static մեթոդ է։ Եթե չեմ կարա, ուրեմն ինքը կամ class մեթոդ է, կամ instance մեթոդ է։ Եթե ինձ կարա կապ չունենա, թե ինքը որ մի դեպքի համար է աշխատում, այլ ուղղակի կարևորա որ այս class-ի համար է աշխատում, ուրեմն ինքը class մեթոդ է։ Եթե չէ, եթե ինչ որ ուրիշ կապվածություն կա class-ից, բայց նաև class-ի ինչ որ կոնկրետ օրինակից, ուրեմն բան, սովորական մեթոդ է։ Այդ պարադիգմայով եթե մոտենաք, երևի օքեյ հասկանալի կլինի։ Հա, ասենց ավելի բարձ դարձա, մերսի։ Հա, ձեզ մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։
Լավ։ Մի քիչ ավելի հետաքրքիր օրինակ նայելու համար կարանք ես ոնց sense բջիջներ սարքեցի այսքան։ Կողմ մի բան չի։ Ուրա կոդս։ Սրա մեջ կոդ պետք է լիներ։ Մի վարքան։ Հետաքրքիր։ Այդ դրա համար GitHub բամանով աշխատելը շատ լավ բան է։ Եթե ամեն պահի commit անեի ինչեր եմ փոխել, ոչ մի վաղ չունենա։ Ինչի հետ ինչ կարող փոխվի։ Մի ժամ sense անում էլի։ Փակեցի, բացեցի։ Ինձ թվում է պրոստը մի բան կախել է։ Կներեք։ Restore. Տարօրինակ էր, չհասկացա ոնց եղավ։ Բայց ինչ որ է։ Ահա, հետականք։ Մի քիչ հետաքրքրացնենք օրինակը նաև։ Ուր ես։ Շատ է։ Всё, լավ, всё։ Ամեն ինչ տեղ անգավ, լավ։ Կոդս հետ եկավ։ Այստեղ այս datetime-ից datetime-ը ներմուծենք, որ կարողանանք ասենք datetime.now ու string-ով վերցնենք թեմային ժամը։ Մի հատ ցուցակ բանք, որ creation times թող ամեն init անելուց նաև նշի թե որ վայրկյանին է ստեղծվել դա։ Ուստի կանոնանք static method get harvest output-ը, normal սովորական instance method get files-ը, ու երկու հատ class method get num uses-ը ու get last usage time, վերջի անգամ երբ է օգտագործվել։ Որը կստուգի, եթե դատարկ չի այդ մեր ցուցակը կվերադառնի վերջին էլեմենտը։ Սա որ գրենք, կարամ սա աշխատացնեմ ու ճիշտ է ասում։ Ես 2 ժամ հետ եմ դրա համար 8:3:45 վերջի անգամ օգտագործվել է։ Նորից եթե աշխատացնեմ այս բջիջները, դարավ 8:0:30 ու 55։ Այս num uses-ը դարավ 6, որովհետև 3 անգամ է օգտագործեցինք։ Ոնց։ Այս class մեթոդների տենց տիպիկ կիրառություն այդ ալտերնատիվ init հանելն է։ Այսինքն արժեքները ուրիշ ձևով տալը։ Կարգին հաղորդումի օրինակին եթե գանք, այնտեղ ունենք կարգին հաղորդում ու init-ում ասում ենք համար դերասաններ ու տեքստ, չէ՞։ Ու հատիկ ամեն մեկը պետքա տանք։ Նետո նկարել, նորմալ աշխատի։ Հիմա ժողովուրդ, եթե ինչ-որ նենց իրավիճակ լիներ, որ մեր մոտ այս կարգին հաղորդումի տեքստերը, այս կարգին հաղորդումի ինֆորմացիան պահված լիներ օրինակ մի հատ ցուցակի մեջ, ասենք ցուցակ լիներ, առաջի էլեմենտը համարն է, երկրորդ էլեմենտը այնց ստորակետով առանձնացված դերասաններն է, ու երրորդ էլեմենտը արդեն տեքստն է, ու սենց info-ը անունը։ Մենք հիմա ինչ պետք է անենք, պետք է գրենք կարգին հաղորդում info0 info1 get split ստորակետ, չէ՞ որ ստեղից սրանից ցուցակ ստանար։ Ու info2 ինքը նորմալ կաշխատեր։ Բայց մենք եթե օրինակ հասկանանք, որ այս ձևով մուտք տալը էլի տիպիկ է, ասենք սարքել ենք այս կլասը ու գիտենք, որ մարդկանց մի մասի հարմար կլինի սենց մուտք տալ, այսինքն մարդկանց մի մասի մոտ այսպես է պահված տվյալները, մի մասը հատիկ է պահված, ոնց անենք, որ երկուսի համար է կարողանանք աշխատենք։
երկուսին էլ կարողանանք հարմար ձևով սպասարկենք։ Այս մեկին չստիպենք ամեն անգամ այսպես այս կոդը ավելացնի օրինակ, էլի։ Դասած տանք այդ կլասը կառուցելու համար ալտերնատիվ մեթոդներ։ Դրա համար կարող ենք ուղղակի սարքենք օրինակ այստեղ մի հատ from list մեթոդ, որը որնի կլինի class մեթոդ, ինքը մենակ class-ի հետ է կապված, որը կընդունի մեր info-ն ու կընդունի այս CLS, այսինքն default կարգին հաղորդումը կընդունի, ու մեզ ուղղակի կվերադարձնի այսա, այս info0, info1, info2, այսինքն այս էլեմենտների բաժանում ու սար ստեղծումը instance-ի կարևի class-ի ներսում։ Սա ըստ էության սա է, էլի։ Այս ձևով, եթե այստեղ ասեմ կարգինը հավասար կարգին հաղորդում get from list info, էլ կարիք չկա մնացած ամեն ինչ տամ։ Կարող եմ հետո ասեմ կարգին get նկարել, հանգիստ աշխատի։ Նաև կարող եմ սորական ասեմ կարգին հաղորդում ու ուղղակի արգումենտները տամ։ Եկեք սա էլ դնեմ մեջը։ Ինքը էլի հանգիստ կաշխատի։ Իսկ երկու ձևով կարացանք instance ստեղծենք։ Մեկը list-ից, մյուսը հատիկ-հատիկ արժեքներով։ Ինչի որտեղ ստեղծեցինք class մեթոդ, որ list-ից ներմուծի։ Եթե ասենք պարզվի JSON-ով է պահված մեր դատան, կարող սարքենք մի հատ from JSON, սիրուն JSON-ից վերցնի ու նույն ձև instance-ը ստեղծի։ Այդտենց, այս որպես կիրառություն էլի class մեթոդների հետ ալտերնատիվ init-ները։ Հարցեր, ժողովուրդ։ Ամբողջ դասից իրականում արդեն էլի տեսությունը պրծ։ Նад լավ մտածեք։ Դերավ, այդ դեպքում տնայինը լինելու է բան ժողովուրդ, մի հատ JSON ֆայլ կա պահած, IMDb-ի top 1000, չեմ հիշում ինչի մի հատը պետք է շպրտել, top 99 կինոներն է, տարբեր ինֆորմացիաներ ասենք, rating, դերասաններ, ռեժիսոր, քանի ձայնահար, տենց ինչ-որ ինֆո է, ու պետք է բզբզալ այդ բանի հետ, ստեղ գրածա կետերով թե ինչ է գալիս սարքել, մենակ սարքել class movie ու սարքել ֆունկցիա, որ կնկարագրի այդ ինչ-որ կոնկրետ ֆիլմ, այսինքն գրի ասենք բան։ Կանավ եկեք լմուտքներ ելքելից, ինքը կստանա այս այստեղ նախնական կոդը դրած այս ամեն ինչը կարդալու համար, այսինքն հետո ասենք ինչ կա չկա պահած այս դատայում, այդ ամեն ինչը կստանա որպես input, այսինքն instantiate լինելուց, անուն, տարի, տևողություն, ու հետո ստեղծել մեթոդ, որ կասի քանի դերասան, կվերադարձնի դերասանների ցուցակը, կասի քանի ժամ է տևում կինոն, կնկարագրի կարճ կինո, այսինքն կինոյի ռեժիսորն է ու ռեժիսորի անուն, հրապարակվել է այս թվին, գլխավոր դերասաններն են տտ։ Այդտենց ինչ-որ նկարագրող բաներ։ Կարող դուք էլ փոփոխեք տնայինը, ոնց որ ինչպես պրոյեկտային միշտ տնային պրոյեկտային տնայիններում կլինի, սա ուղղակի նախնական ուղղությունն է։ Կարող ուրիշ ձև կնեք։ Ունենա անունուր բան, class actor, բան դերասան actor, որը արդեն կնկարագրի կստանա օրինակ այդ դերասանի խաղացած կինոների քանակը, այդ կինոների միջին ռեյտինգը եւ այլն։ Ու կարող նույնը անեք, օրինակ, այնտեղ ժանր կապած, ասենք դրամաների համար։ Դրամաների միջին ռեյտինգը ինչքան է, կոմեդիաներին ավելի բարձր է, թե չէ, տևողություն եւ այլն։ Կարող այդպես լիքը հազար մի բան բզբզակ։ Abstract եմ ասում, բնական իհարկե, ընդունում եմ, բայց այդ դրան մի քիչ ես ավելի շատ նայում եմ որպես դրական բան, էլի, որ ազատ կարակ գնաք ու տեսնեք ձեզ ինչ է հենց այդ արքիր։ Ես դե գրել եմ մի քանի կետ, որոնք որ արել եմ ժամանակին մոտավոր է դրանք արել եմ ժամանակին մի հատ 23 թվին ու դրա վիդեոն կհրապարակեմ այստեղ այս playlist-ներում 23 թվի playlist-ը որ կա, դրա մեջ կավելացնեմ այստեղ խառը վիդեոներ կա, որ հələ դեռ չեմ ավելացրել, 30 հատ վիդեո պետք է այստեղ հետո վերջում ունենանք։ Կարակ այդ նայեք որպես բան, ասենց ասած մինի գործնական, եթե
լրիվ կորացեք, ուզում եք մի քիչ ուղղություն ստանաք, բայց ես խորհուրդ կտամ ավելի շատ փորձեք հենց մենակով լրիվ անել։ Մենք կհանդիպենք ուրբաթ, հաստատ վստահ չեմ ինչ անելու, կարող է մի հատ թեթև գործնական անենք, կարող է սկսենք OOP-ն, եթե հասկանամ մի դասում OOP կարանք անենք, օրինակ մի դասում OOP անենք, հետո հաջորդին գործնական անենք, մի հատ հլը պետք է մտածեմ այդ պահերը, շատ չգիտեմ։ Մտածենք։ Ահա։ Դա այսօրվա պահով այսքանն եմ, ավելի վիդեոն էլ մի երկու օրվա մեջ public YouTube կգցեմ, կամ վաղը առավոտ կգցեմ։ Ահա, իմ կողմից այսքանն եմ։ Հարցեր, ցանկացած բան։ Ինք, 4, 3, 2, 1։ Դե լավ, դե ժողովուրդ, դե բարի գալուստ օբյեկտ օրենտացված ծրագրավորում, ուրբաթ կշարունակենք խորանալ, ու ուրբաթ արդեն այսքան կրակած տերմին է, OOP-ն մի քիչ ավելի նորմալ կհիմնավորեմ։ Մի քիչ նորմալը որն է, առաջի անգամ կհիմնավորեմ։